Ինչ կետերով ֆիդբեք կտայր Զելենսկուն You're in no position to dictate what we're going to feel. Ինստիտուցիոնալիզացվեց կամ չգիտեմ նորմալ դարձավ բուլինգը։ հումանիզմը դրեցին ոտի տակ ու տրորեցին մի քանի միլիարդ դոլարներով, էլի։ Չգիտեմ, ես կարող եմ խելագարվել եմ արդեն սրա վրա։ Ես իմ տաքսիստների հետ այս թեմայով եմ խոսում։ Լսողը չգիտի լսել։ Այսինքն տեխնոլոգիական եւ պատմական իրադարձությունները կանխորոշում են շփման նախընտրությունները եւ նախընտրելի միջոցները։ Մեր իրականության մեջ դա գերակշիռ խնդիր է, հատկապես երբ ղեկավարը բարձր աշխատավարձ է վճարում մարդուն, իր համար դա ինդիկատոր է, եթե ես քեզ այդքան փող եմ տալիս, կարամ այդ ձևով քո հետ խոսել։ Դու քո կոմունիկացիայով նաեւ դու պետքա պատասխանատվություն կրես։ Պրոստը քեզ ասում են, ինչ ես երկարացնում։ Ամենակարևոր մեսեջը ամենասկզբից է պետք ասել։ Մի անգամ բերնի տուտում ես, ոնց որ հաջորդ անգամ սովորում ես, որ այդ բառը պետք չի ասել կամ այդ մոտեցումը այդ մարդուն պետք չի ցույց տալ։ Մեզ մոտ լեզուն նույնպես շատ հիերարխիա պարտադրող լեզու է։ Մենք անընդհատ պետք է ինքնավերլուծությամբ զբաղվենք։ Իմանանք։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը, մեր առաջին թողարկումն է եւ իմ հյուրն է Սերգեյ Թանթուշյանը։ Բարև ձեզ։ Սերգեյ ջան, դու կոմունիկացիաների մասնագետ ես, հաղորդակցման մասնագետ ես։ Այո։ Խորը հոգեբանական մակարդակում դուք ես որքանով ես լսված ու հասկացված համարում ուրիշների կողմից։ Ես քեզ ասեմ, ես եթե ինձ լսված հասկացված չհամարեմ, դա իմ ամենաառաջին ոնց որ կիքսն առնելու։ То есть ամենամեծ խնդիրն առնելու, որտեվ ամբողջ իմ կոմունիկացիայի դասը, տրեյնինգներ եւ այլն հիմնվում են նրա վրա, որ կոմունիկացիան մեր մասին չի, ինքը դիմացինի մասին է։ Եվ եթե դիմացինը քեզ չի հասկանում, ինքը չի դեբիլ, կամ ինքը չի, ասենք, չգիտեմ, անուշադիր, կամ ինքը չի այս թվային աշխարհում, հա, բոլորը, չգիտեմ, կամ կոവിഡից հետո սա ինչ-որ վատ ենք մտածում, չէ, դա մենք ենք, որ վատ ենք բացատրում։ Հետևաբար ինձ հասկացված լինել ինձ համար անձնական վիրավորանք կլինի, եթե չհասկանան, էլի, այսինքն անձնական խնդիր է ինձ համար։ Դու գտնում ես, որ դու մարդկանց հետ երբ օրինակ մարդկանց հետ խոսում ես, չեն լսում, այսինքն դու փորձում ես ինչ-որ իմաստ կամ միտք փոխանցել, դու լսված չես, չնայած դու փորձում ես ամեն ինչ անել, այսինքն այդ դեպքում անգամ լավ չես փորձում։ Լավ չես փորձում։ Այս նշանակում է, որ կոմունիկացիաներ իմանալու համար կամ լավ կոմունիկացվելու համար որոշակի հոգեբանական գիտելիքներ են պետք, որովհետև դու պիտի կարողանաս գտնես դիմացինի բանալին, այսինքն դու հասկանաս ով է դիմացդ, որ գտնես իր համար հարմար բանալի, որ բացես կոմունիկացիայի դռները։ Դիմացինին, այո։ Պետք է լավ հասկանաս, իհարկե այստեղ կա մի հատ տեն սուբյեկտիվիզմ միշտ, որտեվ դու իրան հասկանալու համար քո ստանդարտներով ես չափում այդ մարդուն, քո հետ ես համեմատում։ Իհարկե այդ սուբյեկտիվիզմը միշտ կա, բայց իհարկե մենք նաև ունենք ֆորմուլաներ, մոտեցումներ, այդ ալգորիթմները շատ մեզ օգնում են լսված լինել եւ հասկացված եւ համապատասխանել սպասումներին դիմացինի։ Իհարկե ինքը դնում է մեզ որոշակի ստանդարտի մեջ, իհարկե ինքը սահմանափակում է եւ տենց կարծիք կա, որ կոմունիկացիան ինքը շատ բնական միջոցառում է, բայց ես իմ խորին համոզմամբ ես կարծում եմ, որ այդ ֆորմատները մեկը դու պետք է ունենաս, հետո որ քեզ կարողանաս թույլ տաս սպոնտանություն։ Բայց մի հատ sense իրավիճակ, եթե դիմացդ նստած է մարդ, որը լրիվ ուրիշ ալիքի վրա է, լրիվ ուրիշ աշխարհում ապրում ու ընդհանրապես չի տեսնում աշխարհն այնպեսին, ինչպեսին դու ես տեսնում։ Եվ այդ մարդու հետ կոմունիկացվելուց բնականաբար դու ինքդ պիտի քո ալիքը փոխես, հետեւաբար ստացվում է, որ առաջին քայլը քո, որ պետք է անես, դա հայտնաբերես ով է քո դիմաց նստած եւ որ ալիքի վրա է ինքը, այստեղ արդեն տրամաբանական է, որ պետք է որոշակի հոգեբանական գիտելիքներ ունենալ, թե չունենալ։ Այստեղ դա օգնում է, թե ավելի շատ է սկսում խորանալ ու խանգարում է։ Շատ է օգնում, շատ։ Անպայման պետք է հասկանալ այդ մարդուն, դա ընդունում եմ որպես իմ մասնագիտական դժվարություն challenge։ Այսինքն ինքս ինձ իմ առջև դնում եմ այդ ոնց որ խնդիրը, այս մարդու հետ մաքսիմալ փորձեմ նույն վալնայի վրա լինեմ եւ հարմարացնեմ իմ կոմունիկացիան դիմացինին։ Այո, հոգեբանությունը պետք է, բայց դու ասում ես հոգեբանական կրթություն, բայց ես կարծում եմ նաև կարաս ունենաս հոգեբանական ինտուիցիա։ Օրինակ ես քեզ մի բան պատմեմ, ուղղակի շատ թարմ է ու շատ շոկային է իմ տղայի մասին։ Ինքը 16 տարեկան է։
կրթություն որպես այդպիսի ֆորմալ, դե դպրոցի կրթությունն է։ Ես չեմ կարծում, որ այնտեղ տենց ինչ որ սովորացրել են իրանց շփվել բան, միգուցե տաննա տեսը, միգուցե չգիտեմ, շփվել ենք մեր։ Այդ առումով իսկ փողոցը ավելի շատ բան է, չէ՞, սովորեցնում։ Իդեպ, այդ գերազանցիկների եւ ասենք այդ դասի չնստողների հետո հաջողության, գաղտնիքներն, որ ասենք ով ավելի դառնում հաջողված կյանքում բնականաբար այն մարդիկ, ովքեր որ փողոցում խնդրեմ են լուծե, այլ ոչ թե տեսական գիտելիքներ են ստացել դասան։ Բայց օրինակ այդ տղայիս օրինակին վերադառնալուն պետք է ընկերոջը համոզեր, պատմում այնց, ասում համոզում եմ իրան, այսինքն ցույց եմ տալիս, թե ոնց համոզի ծնողներին, որ իրան շուն առնեն։ Ասում եմ, ես իրան ասում եմ, սկզբից պետք է խոսես փաստերով, պետք է ասես, որ այսքան արժի, այսքան պետք է կերակրել, այսքանա պետք ման տալ, ես էս սա խոսացել եմ, այսինքն սկզբից այդ մասը, հետո ասում եմ էմոցիոնալ պետք է համոզես, պետք է ասես, որ շատ եմ ուզում, սաղ կյանք երազել եմ եւ այլն, ու հետո ասում եմ դու պետք է վստահելի մարդ լինես իր աչքերում, ծնողի աչքերում, ասում եմ սա հիմա դու հենց նոր բացատրեցիր լոգոս էթոս պաթոսը, այդ են հիմքն է, որը որ կոմունիկացիայի մեջ կա, այսինքն ռացիոնալ համոզում, էմոցիոնալ համոզում եւ էթոսը դա քո անձի վրա հիմնված համոզումն է, որ ասենք օրինակ քո պաշտոնը կամ քո փորձը կամ քո դիրքը կամ քո ձայնը դու եւ ինքը ինտուիտիվ փաստորեն ձևով այդ ֆորմուլան ինքը արդեն ապացուցել էր։ Այդ շատ հետաքրքիր, ուզում ասեմ կրթություն, այո, շատ օգնում է եւ օրինակ ես հիմա ընդհանուր բիզնես կրթությունը, MBA մակարդակի կրթությունը ինքը ինչի մասին է։ Ես ղեկավար լինելով ամերիկյան համալսարանում այդ բաժնի ես ուսանողների հետ որ խոսում եմ ծրագիր որ ներկայացնում եմ, հատուկ շեշտում եմ, որ ես չեմ ձեզ խոստանում, տենց ինչ որ շատ նոր բան ձեզ պատմեմ։ Ավելի շատ MBA-ը բիզնես կրթությունը ճիշտ տեղերում իրանց եղած փորձը դասավորելն է եւ դրան կրթական ակադեմիկ բազա տալն է։ Կարծում գիտես, որ լսված ու հասկացված լինելը մեր ժամանակների ամենամեծ խնդիրներից մեկն է ու արդյոք դու տեսնում ես կապ նրա մեջ, որ մեր կրթական մակարդակը որոշակիորեն, իհարկե դա կաուզալ է, կարող է տենց դրանց մեջ կապ չկա, կարող է կա, համենայն դեպս ըստ քեզ դրա մեջ կապ կա արդյոք, որ մեր ժողովրդի միջին կրթվածության մակարդակը նպաստում է նրան, որ մեր մոտ կոմունիկացիաների խնդիրները շատ են։ Շատ բաներ են նպաստում։ Օրինակ մեկը, որ մեր լեզուն կամ օրինակ այն կրթությունը, որ մենք դպրոցում ստանում ենք։ Սկսենք լեզվից։ Լեզուն, ֆորմալ լեզուն, գրական լեզուն, որը որ մենք ասենք գրքեր ենք կարդում կամ դաս ենք սովորում։ Եվ որով մենք հիմա չենք խոսում։ Ինքը շատ տարբերվում է նրանից, թե ինչ լեզվով ենք մենք խոսում։ Երկու տարբեր լեզուներ են, թե ասենք կառուցվածքի տեսանկյունից, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի, ֆորմալության, երկարության։ Իմ բիզնես կոմունիկացիա դասի ժամանակ, տրեյնինգների ժամանակ հատկապես որոնք որ հայերեն են լինում, հայերեն լեզվով, ես հիմա իրանց սովորացնել եմ ուսանողներին, տրեյնինգի մասնակիցներին սովորեցնել եմ ընդհանրապես տարբեր հայոց մոտեցումներ, բնականաբար լեզու չեմ սովորացնում, բայց այն լեզուն, որ դպրոցում մեզ են 3 տողանոց նախադասությունները դերբական դարձվածներով, բուծտորակետներով, կրավորականներով եւ այլն, ասում են մոռացեք բիզնես կոմունիկացիայում դա չի աշխատում, որովհետեւ դա բարդացնում է այդ երկար նախադասությունները, իրանք խանգարում են հասկացված լինելուն։ Եվ եթե դու ուզում ես որ քեզ հասկանան եւ պատասխանատվություն ես վերցնում քո կոմունիկացիայի համար, դու պետքա հեշտացնես այդ մարդու աշխատանքը։ Այսինքն կարճացնես քո նախադասությունները, այդ գեղեցիկ բառերը եւ դարձվածները թողնես հայոց լեզվի դասատուի, քո տատիկի կամ ոչ բիզնեսային կոնտեքստի համար, եւ եթե դու ունես նպատակ կոնկրետ, այս բիզնես պարտներին կամ ես քո աշխատողին կամ ես քո փորձնակին կամ ես քո, չգիտեմ, այն մարդուն, որ նոր ես իր այդ աշխատում, մաքսիմալ པարզ բառերով, པարզ նախադասություններով հասցնես իրան այն, ինչ որ ինքը պետքա անի։ Որ ասում ես լեզուն, մի հատ հետաքրքիր ծիորա հենց նոր մտքումս առաջացավ։ Կարող է այդ նրանից է, որ շուտ արտահայտություն կա, որ ասում են պատմությունը հաղթողներն են գրում։ Մեր կապիտալիստական էվոլյուցիայի հետևանքով հաղթողներ եղան մարդիկ, ովքեր կարողանում են լավ պայմանավորվել, ինչպես ասացիր, այդ մարդիկ հիմնականում փողոցից են դուրս եկել։ Այդ մարդիկ ըստ էության թելադրում են այն առօրյան ու օրակարգը, որում մենք ապրում ենք բոլորս։ Իրանք են որոշում, որ շորերն ենք մենք հագնելու, որովհետև իրանք են ներկրում այդ շորերը։ Իրանք են գովազդների համար գումար ծախսում TV-ով եւ այլն եւ այլն եւ այլն։
այդ մարդկանց լեզուն հենց դա է, բիզնես լեզուն, որը գրական հայերենը չի։ Հետևաբար դա ազդում է նրա վրա, որ հասարակությունը սկսում է ձևավորել իր լեզուն ու կոմունիկացիայի մեթոդները ոչ թե այն ուղղությամբ, որը գրված է գրքերում, այլ այն ինչ որ աշխատում է։ Եվ հա եւ չէ, ես կարծում եմ, որ այդ մարդկանց լեզուն դա է, բայց լեզվի կոնտենտը, այն թե ինչ են իրանք ասում այդ լեզվով, այդ այն չի ինչ որ մենք ուզում ենք։ Իմ ասածը հետեւյալն է, որ մենք կարանք շատ հեշտ լեզվով, հասկանալի լեզվով, կարճ նախադասություններով հարուստ կոնտենտ փոխանցել։ Հենց ինձ թվում է արվեստը կոմունիկացիայի դրանում է կանում, որ դու ոչ թե հեշտացնես քո միտքը, այլ հեշտ բառերով այդ բարդ միտքը կարողանաս արտահայտես եւ հասցնես դիմացին։ Դա ինձ թվում է բարձրագույն վարպետություն է պահանջում։ Level God։ Այո։ Էկոստեպը արևային պանելների մասին չէ, այլ ֆինանսական արդյունավետության։ Այստեղ տեղադրված է Հայաստանի տանիքային ամենախոշոր արևային կայանը, ընդհանուր 2.5 մեգավատ հզորությամբ։ Այն ամեն ամիս խնայում է այս գործարանի համար ավելի քան 150 միլիոն դրամ, եւ դա անշուշտ ֆինանսական արդյունավետության մասին է։ Դե ինչ կանաչ քայլ կատարելու հերթը ձերն է։ Իսկ Homodeus պրոմոկոդով արևային կայան տեղադրելու դեպքում կստանաք հատուկ քեշբեք, որը ի դեպ փոքր թիվ չէ։ Մանրամասների համար զանգահարեք 8124 կարճ համարին եւ ձեզ ամեն ինչ կպատմեն, կամ թողեք զանգի պատվեր Ecostep AM կայքում։ Հանդիպենք։ Իսկ այս դեպքում ուղիղ կրթության ու լեզվի կոմունիկացիայի միջև կապի երկրորդ կետը լեզվից բացի։ Ուրեմն ես այս վերջերս շատ եմ կիսվում դրանով, նաև դասի ժամանակ եմ ասում սրա մասին, հարց եմ տալիս իմ ուսանողների տրեյնինգի մասնակիցներին, թե կարդացել են արդյոք ես վերջերս հայոց պատմության կամ աշխարհագրության գիրք իրանց երեխեքի հետ օրինակ դասարել են թե չէ։ Ես կարդացել եմ եւ ես շոկի մեջ եմ։ Այն առումով, թե ոնց ինչ անդեղ բովանդակությունը, որ պատմությունը ամենայն հետաքրքիր բանն է, որ դու ուզում ես կարդաս ու հասկանաս պատմության տեսքով, ոնց է պատմությունը ներկայացված փաստերի եւ չոր, ասենք, չգիտեմ, թվերի, տենց ինչ որ կոնտեքստից դուրս նախադասությունների միջոցով։ Ես տղայիս հետ դաս էի անում, այն օրը փնտրեց օգնեմ, ասում եմ, հայոց պատմություն չեմ հասկանում, ես ինչ եմ, նա տարի իրար հետ կարդանք։ Բարդ լեզվով գրած, կոնտեքստից դուրս։ Ներկայացման ձևը էլի շատ մեծ դժվարություն է ստեղծում, որովհետև այդ հարցերից ես հասկացա իրա, հա, ինքը ասում է, լավ, արշակունիներ, բայց այդ ժամանակ իսկ Եգիպտոսում ինչ ա եղել, իսկ Ալեքսանդր Մակեդոնացիները այն ժամանակ, իսկ բուրգերը կային այդ ժամանակ, թե չէ, իսկ քարե դարեր, թե ինչ էր։ Փորձում է վերարտադրի մտքում քարտեզ, որ հասկանա այդ ժամանակագրական շղթան ոնց է եղել, ովքեր են եղել այդ ժամանակ։ Ու չգիտես, դու չես հասկանում, ռեալ դու չես հասկանում, չգիտես։ Կարող ես հաշվես, մոտավորապես ինտերնետում նայես, ասես հա կար կամ չէ չկար։ Բայց պատմությունը հենց այն բանն է, որ պատմության ձևով է։ Հիմա ինչին եմ գալիս, որ միգուցե ոչ թե փաստերի վրա մենք եւ թվերի եւ սահմանումների, հա, տենց պետքա մենք վրա խորանանք, այլ մատուցենք պատմությունների տեսքով, storytelling-ի տեսքով։ Եվ storytelling-ը իմ առարկայի կոմունիկացիայի նաև շատ մեծ մասն է կազմում։ Երևի իմ ուսանողների հետ մենք մի շաբաթ գրում ենք ստորիներ, պատմում ենք ստորիներ եւ ֆորմատ ենք, ելի նորից այստեղ ֆորմուլայի այդ գաղափարը, ալգորիթմի գաղափարը շատ լավ աշխատում է։ Մենք ֆորմատի մեջ եւ 3 սկզբունքներին համապատասխան պատմություններ ենք գրում եւ սովորում դրանց պատմել։ Որովհետեւ ոչ թե սա ինչ որ հեքիաթների դաս է, հա, իրականում բիզնես կոմունիկացիա չէ, որտեվ այս ֆորմատը նաև բիզնեսի մեջ է եւ հատկապես բիզնեսի մեջ աշխատում, որտեղ այն բիզնեսները, որոնք որ չունեն պատմություն, իրանք չեն կարողանում բրենդին կապեն, այսինքն սպառողին, իրանց կլիենտին կապել բրենդի հետ, ուժեղ կապ ստեղծել այդ երկուսի միջև։ Կամ նույնիսկ օրինակ ես այդ պատմությունը շատ եմ սիրում։ Վաճառքի ժամանակ, ցանկացած վաճառքի ժամանակ այդ storytelling-ը աշխատում է հենց այդ ֆորմուլայով։ Ինձ օրինակ, ասես մի հատ դեպք եղավ ինձ մոտ, մի օր, ոչինչ երկար պատմություն է, տուն եմ կառուցել, այդ տան կառուցելու քեֆի ժամանակ դուրս զանգում են եւ ծախում են արևային պանելներ, ռեկլամ չանեմ, որ կազմակերպություն է։ Դուրը բացում եմ, անծանոթ մարդ է, պատմում է ինձ, ասում է, որ գիտեք, ես ինչ ընկերություն եմ ներկայացնում, ուզում եմ ձեզ առաջարկեմ արևային պանելներ, տեսնում եմ նոր է կառուցել 4 միլիոն 400 հազար դրամով, արևային ասում եմ, եղբայր, մենք вообще փող չունենք,
կներես չենք ուզում։ Չէ, ասում է, տեսեք, ասում է, ես ձեզ ինչի եմ առաջարկում, որովհետև ասում է, այս ձեր հարևան, այսինչ մարդը, օրինակ ինքը տունը կառուցել էր, ես իր տղայի ընկերն եմ, ասում է, այդ տղայի միջոցով ասես պատմեց, բա տունը ծախում է, որտեղ ասում է լույսի վարձը շատ բարձր էր, տունը ծախում է, գնում է Ռուսաստան, գնացինք, ասինք, այ ցավը տանեմ, հələ սպասի, մի վաճառի այդ տունը, մենք այս արևային պանելները կդնենք, հա, ու ասում է, դրեցինք, հիմա ասում է 40,000 է, հələ ինքն է չի տալիս է վարկի մարմանն է տալիս, ինչ եմ ուզում ասեմ, այդ արևային պանելները իսկականից աշխատում է։ Նայում եմ վրան ու հասկանում եմ, որ ինքը այս իմ հերոսի ճանապարհորդություն ֆորմատ կա այտենց մի հատ, այդ հերոսի ճանապարհորդության ֆորմատով ինձ ծախեց իր արևային պանելները։ Բլը ստալը։ Այո, որովհետև ինքը ասեց ինչ որ չգիտեմ, 0-ական կետից, ոնց այդ հերոսը ընկավ ճանապարհորդություն, հա, տունը սարքեց եւ այլն, ցախ ուղղվեց այդ ճանապարհության մեջ, պրոբլեմ, ամենաներքևի կետն է, տունը վաճառում է, վсё, բայց եկավ փրկությունը, եկավ փրկիչը եւ ինքը ստացավ արդյունք եւ առակս ինչ կցուցանե։ Դա կլասիկ ֆորմատն է, որը որ իմ դասի մի մասն է, բայց ես չգիտեմ ինտուիտիվ էր այդ կազմակերպությունը կամ այդ վաճառողը կոնկրետ դա օգտագործում թե ինքը տրեյնինգ էր անցել, բայց դա ռեալ աշխատող է։ Այսինքն այս պատմությունների պատմելը բիզնեսում էլ է աշխատում։ Հենց այդ նպատակով է մենք ոնց որ իրան անցնում ենք եւ վերադառնալով այդ մեր կրթական համակարգին, միգուցե եթե մենք պատմություններ պատմեինք, կոնտեքստի մեջ դնեինք այդ գիտելիքը, կապը ցույց տայինք այսօրվա իրանց կյանքի եւ այդ մեր նույնիսկ տեսական ասած ինչ որ բանի, հա, դասի ժամանակ միջև, ապա միգուցե արդյունքն ուրիշ լիներ։ Կրթված, հա, մարդիկ ունենային։ Կարդում եմ հիմա Nexus-ը Հարարի, մենք ընդմիջման խոսում էինք դրա մասին մինչև եթերը։ Ուրեմն ինչ ասում, հետաքրքիր, կստացի տեղեկություն, դու ասացիր կապ բառը, որը ինքը սահմանում է, որ տեղեկությունը ինչ է, տեղեկությունը ճշմարտությունը չի, բոֆակտու դու տեղեկություն շատ կարելի է ունենալ, բայց հա մեծ թվով դանիների վրա օրինակ երբեր որ AI-ին սովորեցնում են արհեստական բանականությանը այն նկարների, ֆոտոների վրա, որոնք հայտնի են լրատվականներում, որոնք պոստվել են լրատվականներում, հրապարակվել են ու դրանց հիման վրա իրանք սովորում են մարդկանց դեմքերը հայտնաբերել։ Ասում եմ, բայց պարզվեց, որ 88% նկարները դրանք սպիտակամորթ տղամարդկանց եւ կանանց նկարներ էին։ Եվ դրանք տվյալներ են, չէ՞, ասում ընդհանրապես 4 ու քանի տոկոսն էր, որ սևամորթ կանայք էին։ Ու ստացվում էր, որ սևամորթ կանանց դեմքը չէր կարողանում հայտնաբերել AI-ը, զուտ այն պատճառով, որ ինֆորմացիան, որ իրան տրվել էր, այո։ Ու այստեղ ինքը բերում էր այդ սահմանը, որ ինֆորմացիան դա կապ է ուղղակի երկու կողմերի միջև, դա կարող լինի fake, դա կարող լինի իրական, բայց դա կապ է։ Այս առումով մարդկանց հոգեբանությունը շատ ավելի ադապտիվ է, երբ այդ կապը մարդու հետ ստեղծվում է որոշակի պատմության միջոցով, քանի որ բացվում է որոշակի ինչ-որ ուղեղում գեշտալտ։ Այսինքն դու լսեցիր պատմության սկիզբը, քեզ արդեն հետաքրքիր է ոնց է դա ավարտվելու։ Ու դու ուզում ես պատմությունը կարդալ մինչև վերջ, որ հասկանաս ոնց ավարտվեց վերջը, բայց երբ քեզ տալիս են 4 ցամաք տեղեկություն, դու ասում ես, օքեյ, ես ինչ թվականին պիտի հիշեմ, որ եղել է այսինչ բան, այսինչ դեպքը եւ այլն, բայց չկա ինչ-որ պատմություն, պատում, ու հետաքրքիր էր, որ օրինակը բերում ասում է մարդկային ցանցերի զարգացման մեջ ինչքան հզոր ու ուժեղ է կրոնի դերը եւ ինչու է դա այդպես եղել, որովհետեւ կրոնը չի խոսում գիտական լեզվով, գիտական լեզուն ինչ ասում, գոյություն ունի այսպիսի փաստ, մենք չգիտենք դրա հետ ինչ պիտի անենք օրինակ, սև մատերիալ ունենք, չգիտենք ինչ պիտի անենք այդ փաստի հետ, բայց ինչ որ բան ենք գտել, որը կարող բերի մեզ ինչ որ մի այլ բացահայտման։ Իսկ ինչ ասում կրոնը։ Կրոնը ասում է գոյություն ուներ sense մարդ ինքը առաջացած, որպիզի ու բացատրում է ամեն մի պատճառը հետևանքային կապ եւ մարդու ուղեղում sense խրոնոլոգիչսկի հստակ ուղղի է ձևավորվում A-ից մինչև B։ Պատումները մեզ օգնում են, որ մենք պատմությունը հիշենք ու եթե մենք պատմություն հիշում ենք, որոշակի ժամանակ հետո դա դառնում է մեր մասը եւ դառնում է մեր կոմունիկացիայի մասը։ Հետեւաբար, երբ որ մենք ցենց 4 տեղեկություն ենք անընդհատ վերցնում Մարսում եւ այլն, մեր շփման մեջ դա ոչ մի ազդեցություն չի ունենում։ То есть եթե ես ինչ-որ միտեղ փաստեր եմ լիքը կարդում, փաստ չի, որ ես դա կօգտագործեմ իմ հետ կամ քո հետ նույնիսկ օգտագործես կլինի շատ անհետաքրքիր։ Այո։ Իդեպ այդ storytelling-ի, պատմությունների պատմելու արվեստի այդ 3 սկզբունքներից մեկը հենց դա է, որ դու պետքա ներկեր, գույներ, չգիտեմ, աղ ու բիբար տաս այդ քո պատմությանը, այդ առաջին հայացքից ոչ կարևոր
ինչ որ տենց փոքրիկ մասնիկներով։ Օրինակ ինչ որ մարդու անունը, իր տեսքը, ինքը, չգիտեմ, ակնոցով էր թե չէ, բոյով էր, կամ օրը մռայլ էր, թե արևոտ էր, թե անձրև ինչ էր։ Այդ սա փոքր մանրունքները շատ մեծ նշանակություն ունեն, էլի պատմությունների մեջ։ Առաջին պրինցիպը դա ուժեղ սկիզբն է, այսինքն որ դու տենց վերցնես այդ մարդուն քո ձեռքը եւ խաշտած դեպի քո պատմություն եւ վերջին պրինցիպը երրորդ սկզբունքը դա դաս տալն է, դաս արժեք ավելացնելը։ Այսինքն այդ առակս ինչ կցուցանեն, որը որ ֆորմատի հերոսի ճանապարհորդության նախավերջին կետն է, ինքը նաեւ այս երեք պրինցիպներից երրորդն է։ Անպայման այդ դասը պետք է տաս, որովհետև էլի նորից մարդիկ այսօր շատ հոգնած են, շատ զբաղված են, շատ անուշադիր են եւ այլն։ Եվ եթե դու բառացիորեն չասես, որ այս պատմությունը սրա մասին էր, կամ եւ այսպիսով, կամ եւ ինչ եմ ուզում ասեմ, չգիտեմ, ես կարող եմ խելագարվել եմ արդեն սրա վրա։ Ես իմ տաքսիստների հետ այս թեմայով եմ խոսում։ Այսինքն որպեսզի մաքսիմալ պարզ լինի, ասում եմ, հիմա ինչ եմ ուզում ասեմ, կամ հիմա ինչ եղավ այս պատմության վերջում։ Ամփոփենք։ Դասնել եմ ամփոփումի դեպ։ Կարևոր մոմենտ է, որ դու մաքսիմալ հեշտացնես դիմացինի աշխատանքը։ Շատ դեպքերում դա էլ չի օգնում, բայց դե ամեն դեպքում քո կողմից ամեն ինչ փորձում ես անել, ու հենց այդ եմ ասում էլի, որ ինչ որտեղ օրինակ իմ մոտ այդ զգացումը շատ է լինում, որ ես ինչ որտեղ հասկացված չեմ լինում ու շատ զրուցակիցների հետ ալնում, բայց ոչ բոլորի հետ։ Շատերի, բայց ոչ բոլորի։ Ու իդեպ դա հիմնականում գալիս է նրանից, որ լսողը չգիտի լսել։ Դիմացինը չգիտի ինքը իր պատմություններում, իր պատումներում, իր խնդիրներում դու իր հետ խոսում ես, քո բոլոր ջանքերն ես դնում, որ իր կոնտեքստի մեջ մտնես, իրան հասանելի բառերով ու գույներով պատմես, բայց վերջը հասնում ես այն փաստին, որ ասում ես, հա, ճիշտ է։ Ու վերջում ասում ես, լավ, լսեցիր, դու ես ինչ էի ասում, ես որ ասում եմ, այդ ամեն ինչից հետո դու ինչ որ մի բան պիտի հարցնես ինձ հետ։ Էդ է։ Դե լինում են անհույս դեպքեր, իհարկե, բայց պետքա չհանձնվել։ Իհարկե, կրկնակի փորձ է պետք անել։ Այս պատմությունների պատմելու գաղափարը շատ ուղիղ կպնում է նաև այն քո ասացին, որ փողոցում են մարդիկ հիմնականում, որտեղ փողոցային կյանքը դա պատումներ է, լիքը պատմություններ։ Դու պիտի իմանաս ով ում անցյալը ինչպիսին է եղել, ով է քուչում, ասենց ասած, պիտի տղու անցյալը իմանաս, այդ աղջկա անցյալը իմանաս, ու դրանով ես դու որոշում իրան ինչ ձև մոտեցում ցույց տաս, որովհետև հաշվի առնելով իր նախորդող իրադարձությունները իր կյանքի, որը քեզ հասել են ինֆորմացիայի տեսքով, դու որոշում ես կայացնում իր հետ որ կոմունիկացիոն ոճով կարելի է խոսել, օրինակ դու երբեք քեզնից ռանգով բարձր ալֆայի հետ տենց չես խոսի, տեղելա չէ հիերարխիայի համակարգ ձևավորվում ըստ պատմությունների ու տեղ կարևոր է դետալներ հիշել, որովհետև այդտեղ կարող է խոսակցության մեջ քեզ ասեն մի րոպե ախպերս, այդտեղ սկզբում բան ասիր, հիմա վերադառնանք դրան։ Հետարքի բան ես ասում, այդտեղ ես սա կապում եմ ու շատ նմանացնում եմ էլի նորից մեր MBA կրթության մեջ մենք շատ ենք օգտագործում кейսերը կամ բիզնես պատմությունները։ Հենց պատմություն, հա, թարգմանությունը ես տենց եմ թարգմանում, հա, բիզնես кейսը, բիզնես պատմություն, ինքը կազմակերպության ինչ որ հաջողության կամ իրականում ոչ թե հաջողության, այլ դիլեմայի պատմություն է։ Ինքը պատմություն ես դու պատմում այդ կազմակերպության բեքգրաունդի, կազմակերպչայի իրավական ձևի, այդ պրոտագոնիստի կամ այդ գլխավոր հերոսի մասին, ինքը ինչ կրթություն է ստացել, ինչ մտքեր ունի, ոնց է ինքը պատահանից նայում ասում է մեր կազմակերպությունը այսքան աճեց, իսկ հիմա օրինակ Պերույում մեր ընկերության մասնաճյուղը բացենք, թե չբացենք, եւ այստեղ վերջանում է եւ նոր գնում է այդ փաստերը, որի հիման վրա ուսանողները այդ չպատասխանած հարցին պետքա պատասխանեն, հա, այդ որոշում կայացնողի փոխարեն եւ այստեղ հետաքրքիր ինչու՞մ է կանում, որ չկա միանշանակ ճիշտ ու սխալ պատասխան։ Կա ոնց որ քուչում Ինչ զգաց այդ մարդը։ Կոնկրետ սիտուացիվ որոշում եւ այդպիսի ու առաջին հայացքից կարելի է մտածել, հա դե լավ, մի հատ ինչ որ ընկերության IKEA-ի կամ Walmart-ի կամ Coca-Cola-ի кейսը կարդացինք, բայց ինչ սովորեցինք դրա արդյունքում, բայց ինքը շատ մեծ ոնց որ կյանքի փորձերն են, տենց էլ այդ կազմակերպության այդ գրված բիզնես кейսը շատ մեծ կոնտենտային այո սիտուացիվ, բայց նաեւ ինքը հիմնարար մի հատ ինչ որ քեզ թույլ է տալիս, որ ինքդ եզրահանգման գաս եւ տենց մի քանի պատմություններ, օրինակ սեմեստրի ընթացքում մենք մի 15 հատ տենց кейս ենք անցնում, դու դրա արդյունքում շարում ես քեզ համար ճիշտ մի հատ ինչ որ տեսություն ես ստեղծում։ Սա ամերիկյան անգլո-սաքսոնական կրթական համակարգերին է հատուկ։
Եվրոպական ավելի, օրինակ Ֆրանսիայում, Իսպանիայում ես որ դաս էի տալիս, ես մի քիչ անսովոր էր ինձ համար, որովհետև ես ամերիկյան կրթություն եմ ինքս ստացել եւ ինքս դասավանդում եմ այդ մեթոդով, որը որ մասնակցության եւ այդ ճիշտ պատասխան չսպասելու, հա, այլ մասնակցության եւ տեսություն ստեղծելու մասին է։ Այդ եվրոպական համակարգերում մարդիկ ասում են, օքեյ, լավ, բա սրա տեսությունը ո՞րն է, բա սրա ճիշտ պատասխանը ո՞րն է, ու չկա, մոտեցումների տարբերություն է։ Ինչն է բերում ըստ քեզ դրան։ Ինչն է բերում նրան, որ մարդիկ սկսում են իրենց հարց տալ, որ պիտի փոխեն որևէ բան, թե չէ, որովհետև ես իմ պատկերացումն ունեմ դրա մասին երկու բառով պատմեմ, բայց բնականաբար խավորը քո կարծիքն է, էլի, ես հարցում մասնագետը մեր մեջից միայն դու ես։ Ուրեմն ես սենց եմ նայում, օրինակ ցանկացած իրավիճակում կյանքում որևէ բանի լուրջ փոփոխության, այսինքն հիմնարար փոփոխության համար պետք է ինչ-որ ճգնաժամ։ Իսկ փողոցը, որ քեզ դնում է տուպիկի մեջ, դու սկսում ես հիշել ոնց եղավ, ոնց չեղավ, օքեյ, դու կարող ես շատ բաներ սկսես հորինել, հիշողությունդ քեզ սկսի խաբել, նույնիսկ բան, չէ՞, տեսություն կա նրա մասին, որ մենք գալյուցինացիաների մեջ ենք ապրում, մեր հիշողությունները իրականում տենց չեն ձևավորվում, ոնց որ մեզ է թվում, բայց դու փորձում ես քո կոմունիկացիոն մի անգամ ոնց որ կոպիտ են ասում, բայց մի անգամ բերնի տուտում ես, ոնց որ հաջորդ անգամ սովորում ես, որ այդ բառը պետք չի ասել կամ այդ մոտեցումը այդ մարդուն պետք չի ցույց տալ։ Բիզնեսում նույն կերպ, օրինակ դու հանդիպում ես ճգնաժամի, բանակցություններ ես վարում, չի ստացվում, չես կնքում պայմանագիր, հետեւաբար հաջորդ օրը սկսում ես վերանայել, ասել լավ, ինչ պիտի անեմ, օքեյ, մի հատ գնամ տրեյնինգ անցնեմ բանակցությունների թեմա։ Ըստ քեզ ավելի մակրո մակարդակում պետությունների ազգերի մեջ ժողովուրդները իրենց կոմունիկացիոն ոճը նախ առաջին հերթին ունեն թե ոչ եւ արդյոք այդ ոճը ձևավորող ինչ որ իրավիճակներ կամ հանգամանքներ կան։ Ունեն, դա ես չեմ ասել, Տերին Մայերն է ասել։ Դա culture map գիրքը կստացի կա հայերեն արդեն։ Աշխարհի մշակույթների քարտեզ շատ լավն է։ Հա, ինքը ուրեմն ինչ է ասում, ինքը հենց կոմունիկացիայի տեսանկյունից նայում է մշակույթների վրա։ Նայում է թե որ մշակույթը օրինակ հա էգալիտար կամ հավասարամետ ավելի ոչ հիերարխիկ, հա եւ հիերարխիկ մյուս կողմը ինչպես է շփվում։ Իր շփումը ոնց է կանխորոշվում նրանով թե ինքը ինչ ձևի է, ինչ մտածելակերպ ունի, ինչ մշակույթ ունի, հա այդ ազգը։ Կամ ասենք ֆիդբեքը ինչքան ուղղակի է, կամ ինչքան տենց ոնց որ մեր կամ այլ արևելյան ավելի ավտորիտար ենք մենք հիերարխիկի տեսանկյունից միգուցե այո միգուցե չէ հաստատ եւ դա դու կարող ես տեսնել նաեւ լեզվի մեջ օրինակ ֆորմալ շփման ձևը կամ ֆորմալ դիմելաձևերը դու նկատել ես որ ասենք մեզ մոտ ավելի շատ պարոնով հա կամ սոցիալական դիրքը ընդգծող ողջույնների ձևերն ընդունված մեզ մոտ լեզուն նույնպես շատ հիերարխիա պարտադրող լեզու է բանկերից մեկի համար կոմունիկացիոն մեծ ծրագիր է կոնսուլտացիա է անում խորհրդատվություն եւ մենք պետք է հասկանայինք այդ բանկի հաճախորդների հետ մենք դույով պետք է շփվենք թե դուքով որովհետեւ բանկը բավականին ժամանակակից բրենդի արխետիպ ունի եւ մենք որոշեցինք որ մեկը մեկին ոնց որ բանկը եւ հաճախորդը իրար հետ անպայման դուքով պետք է խոսա, որովհետև մեր մշակույթը չի թույլ տալիս, որ դու անծանոթ մարդու համար ինչքան էլ դու ոչ ֆորմալ ես, ինչքան էլ դիմացինի հետ ուզում ես ջերմ հարաբերություն ստեղծել, դույով ընդունելի չի մեր մշակույթը։ Բայց կան տենց որ անում են։ Հա, բայց Viber-ով գալիս է ինձ նամակներ, մի քանի տենց հենց ֆինանսական ընկերություններից ես ինչ բանը մոռացել ես կոմունալները տեն եկել սենց բայց ինձ թվում է դա ընդհանուր ոնց որ մեսեջ է ոչ թե քեզ կոնկրետ բայց օրինակ ես չեմ կարծում որ քեզ ինչ որ ֆինանսական կազմակերպություն կգրի Դավիթ քո վարկը հաստատված է դու կներվայնանաս քո մշակույթին դա դեմ է չէ եւ այդ նույն բանկի հետ երբ որ մենք ասացինք լավ դուք ենք գրելու հա եւ մենք այս խնդրի առջև կանգնեցինք որ դուք մեծատառով պետք է գրվի թե փոքրատառով եւ Հասմիկ Վանիկովնային եւ Արթուր Վարշակովնային այդ նամակները գրեցի, voice-եր ուղարկեցի, ասի խնդրում եմ ինձ օգնեք, որովհետեւ ես կուզենայի որ փոքրատառ դուք, որպեսզի շատ ֆորմալ չանենք, ինձ ասացին որ
ես ցավում եմ ասեցին իմ հայացի դասատները, որ դու այդ ժամանակ քնած ես եղել, երբ որ մենք այդ օրենքը անցել ենք, որ հայոց լեզվում եթե դու խոսում ես մի հոգու այդ դուքով, դու մեծատար պետք է գրես, իսկ փոքրատար դուքը դա շատ մարդկանց հետ խոսալու դեպքում օգտագործում, որը որ ցույց է, ինչի եմ ես ամենը պատմում, որովհետև դա ցույց է տալիս, թե ոնց է մեր լեզվամտածողությունը արտադրում եւ արտացոլումն է հանդիսանում մեր մշակութային այդ կոդի, որ մենք մեր լեզվի մեջ նույնիսկ հիերարխիա ենք դնում եւ մեր օրենքների մեջ դուք եք կենտրոնական բանկի մասին օրենքում, որ գրված է, որ եթե կենտրոնական բանկի նախագահան չի կարողանում տեղում չի լինում եւ չի կարողանում վարել հանդիպումը, միտինգը, քննարկումը, խորհրդի նիստը վարում է տարիքով մեծ հաջորդ խորհրդի անդամը, այսինքն այստեղ տարիքային հիերարխիա դրվում օրենքի մեջ, որ արտացոլում է մեր մշակույթը, տես այդ էգալիտարի եւ հիերարխիկի մասով, բայց ինչ վերաբերում է այլ ձևերի կամ այլ ոնց որ սկզբունքների, ըստերին մայրի, ինքը ունի օրինակ հասարակություններ, որոնք որ ուղղակի հետադարձ կապ են տալիս եւ չեն վախենում դրանից, եւ կան, որ անուղղակի են տալիս։ Բուրգերի այդ մեթոդը որ կա, հա, հետադարձ կապի, պլյուս մինուս պլյուս։ Հա, այդ բուրգերը օրինակ ռուսական մշակույթում, տենց այդ միսը միանգամից տենց շպրտում են վրեդ։ Հա, ամերիկյանը կլասիկա, ինքը ոնց որ մի հատ լավ նորություն, մի հատ վատ, այդ միսն է, հետո մի հատ էլ փակում ես հացով լավ նորությամբ։ Ճապոնիայում ոչ միայն այդ բուրգերը, երկու հատ բուրգերն իրար վրա դնում ու տենց մանր քեզ կերակրում են, որպեսզի հանկարծ դու չնեղանաս։ Դες այդ ֆիդբեքի անուղղակիության ոնց որ ամենագագաթնակետը այդ արևելյան մշակույթներում։ Հիմա մեր լսողներից շատերը կմտածեն, օքեյ, հետա Ճապոնիայում տենց են անում, մենք էլ սկսենք մեր կամպանիաներում, մեր թիմերում տենց անել, բայց այստեղ հարցը արդեն առաջանում, արդյոք դա էֆեկտիվ է Հայաստանում թե ոչ, որովհետև երբ դու դիմացինիդ հետ փորձում ես այդ մի քանի բուրգերներով սենց շատ հասկացող եւ տոլերանտ ձևով ինչ որ բան ներկայացնել, հանդիպում ես նրա, որ պրոստը քեզ ասում են, ինչ ես երկարացնում, քաշ կոնկրետ ասա, ինչ ես ասում։ Անեկդոտն այլ է, պերաշկի, որ մսին հասար կամ անցար ու չես մսին չես հասնում երբեք, տարբեր մշակույթներ կամ տարբեր ես միշտ ասում եմ, իմ կոմունիկացիայի դասը խոսում է 3 մակարդակի կոմունիկացիայի մասին՝ մշակույթ, սերունդ, սերունդային տարբերություններ կան, տարբեր սերունդներ, օրինակ միլենիալները եւ generation Y-ը կամ օրինակ baby boomer-ները, իրանք շատ տարբեր ձևով են շփվում, տարբեր սպասումներ են շփվում, նույնիսկ մեդիան ընտրված տարբեր է լինում։ Դրա կապված ես ամեն բան կասեմ։ Եվ ոնց որ 3 մակարդակի է, հա, եւ երրորդ մակարդակը դա անձնական մակարդակն է։ То есть քո շփման, հա, բուրգը, այսինքն վերևը մշակույթն է, մեջտեղում սերունդն է եւ ներքևում անձնական անձն է։ Եվ այստեղ ես միշտ ասում եմ մշակույթի մասին կարելի է խոսալ, օրենքները եւ պրինցիպները եւ մեծ առումով, հա, պատկերացումները շատ օգնում են եւ սերունդային, բայց մենք պետքա թե դրանք հաշվենք եւ միշտ նաեւ հետ գնանք անձնականին։ Այսինքն ես կարող եմ լինել շատ հիերարխիկ ազգի ներկայացուցիչ, product եւ իսկապես գրեմ այդ կուլտուրան, բայց որոշակի կյանքի փորձերի, կրթության, չգիտեմ ինչ որ այդ նույն բակի, հա, փողոցի փորձի հիման վրա իմ անձնական ոնց որ շփման ոճը տարբերվի այն սերունդային կամ այն մշակութային կոդից, որը որ իր մեջ կա։ Այսինքն մեկը մենք պետք է վերադառնանք այդ անձնական տարբերություններին շփման կոմունիկացիա։ Իսկ այդ դեպքում հարց, եթե մենք սերնդային տարբերություններ ենք դնում ու տարբեր սերունդներ ձևավորվում են տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններով։ Այստեղ ես մի հատ հետաքրքիր տեսություն եմ մտածել, ես վերջերս սեմինար էի անցկացնում Project Management Institute-ում, որի մասին քիչ առաջ խոսում էինք, այդ սեմինարի ժամանակ հետաքրքիր միտք առաջացավ, որ սերունդները մինչ մեր 2000-ականները կսկսեին, իրոք տարբերվում էին իրարից, քանի որ ձևավորվում էին հենց այդ իրադարձությունների շնորհիվ, որովհետև այդ իրադարձությունները տեղի էին ունենում եւ իրենց աշխարհընկալումը ձևավորվում էր ըստ դրա աշխարհի մասին իրենց պատկերացում եւ այլն ձևավորվում էր ըստ դրա, իսկ իրենց առօրյան ոնց ենք մենք ապրում, առօրյան գնում ենք խանութ, հաց ենք առնում, գալիս ենք տուն, հաց ենք ուտում, դասի տուն եւ այլն, այդ չէր փոխվում, գլոբալ առումով մեր կյանքը ընթանում էր նույն օրակարգով, աղբանական պատերազմա լինում, տիեզերք են թռնում, բայց մեր կյանքում ի՞նչ է փոխվում, ոչինչ, 2000-ականներից հետո սկսեց փոխվել մեր կյանքը,
առաջին անգամ պատմության մեջ, առաջին անգամ մարդը տնից դուրս չի գալիս սնունդ առնելու համար ու կարա պատվիրի դեպի տուն, տաքսի պատվիրելու համար կոմունիկացիայի ոչ մի հմտություն պետք չի, ուղղակի պետք է հեռախոս։ Ու սա ձևավորեց ոչ թե նոր սերունդ, այլ նաև ձևափոխեց նախորդ Y եւ X սերունդներին ադապտացնելով նոր ժամանակներին, որովհետեւ որ նայում եմ ու ես հիմա աշխատում եմ օրինակ տարբեր ընկերությունների հետ, որտեղ տարբեր տարիքի եւ տարբեր սեռի մարդիկ են, իրենց սերունդներն էլ շատ տարբերվում, բայց գլոբալ առումով բոլոր խնդիրները, երբ որ փորձում եմ նկարագրել, բոլորի մոտ նույն բաները հաճախ հանդիպում են, ու որոնք հատկանշական են Z-երին, օրինակ նոր սերնդին։ Բայց իրանք հանդիպում են նաև X-երի մոտ։ Օրինակ աշխատանքը հաճախ փոխել, օրինակ շատ հանգիստ լինել, որ կարելի է գործատու հետ ոնց ուզեմ խոսեմ, ու իդեպ էդ էլ ասեմ, որ այս ուղիղ խոսահա հետ այդ պատմությունը իմ հետ եղել է մարդու հետ, ով թիմի ներկայացուցիչ աշխատակից ա ում հետ կապված ինչ-որ խնդիրներ եղել, հիմա կին է, նստած է իմ դիմաց, տարիքով իզնից մեծ, ես իր հետ նստած փորձում եմ հարգանքով, ասենց պատմությունը, սկսում եմ պատմությունից, ինչ եղավ, որ մենք քո հետ ուզում ենք այս թեմայով խոսել, եւ ասում եմ, գլի կարճ կապեք, ասենց ասեցի կարճ կոնկրետ, սենց ենք որոշել, սենց ենք անելու, վերջ այսքանը։ Դա հիմնականում ասում եմ, որ հատուկ է Z-երին, բայց հանդիպում ենք նաև այս նոր սերնդից բացի հին սերնդի մոտ։ Հիմա ըստ քեզ ոնց արդյոք այդ իմ տեսությունը նախ խելքին մոտ է, ես դրա մեջ միշտ կասկածում եմ։ Երկրորդը արդյոք կա այդ կոմունիկացիոն ընդհանրությունները բոլոր սերունդների միջև այս պահին։ Էսա ասեմ, այդտեղ երկու մասի եմ ուզում բաժանեմ պատասխանը։ Նախ տեսությունը ճիշտ է այն առումով, որ այո, որոշակի պատմական իրադարձություններ, նաև տեխնոլոգիական առաջընթաց կանխորոշել է շփման ոճը եւ ձևը եւ մեդիան։ Նու օրինակ, ասենք, եթե մենք խոսում ենք մինչև 45 թվականը ծնվածների մասին, իրանց կոչում են silent generation կամ traditionalists։ Ստալինյան ռեպրեսիայի ժամանակ ապրածները։ Այս մարդիկ իրանց մոտ ոնց որ առաջին կարևոր տեխնոլոգիական առաջընթացի օրինակը եղել է ավտոմեքենան։ Հա, եւ իրանք նախընտրում են միշտ առերես շփումը։ Երկրորդը baby boomer-ներն են, որոնք որ 45-ից 54 թվականներ, ինչ են baby boomer-ներ կոչվում, որովհետեւ պատերազմից հետո երկրորդ համաշխարհային բոլորը վերադարձել են պատերազմից տղամարդիկ եւ սկսել են ակտիվորեն բազմանալ եւ այստեղ դեմոգրաֆիական հիպիների շարժումը սկսվեց, Beatles եւ այլն, բանը շատ մարդիկ շատացան, հա։ Եվ այստեղ ամենամեծ տեխնոլոգիական առաջընթացը եղել է հեռախոսը։ Եվ այս մարդկանց մոտ նախընտրելի շփման մեդիան, միջոցը դա հեռախոսազանգն է, օրինակ իմ ծնողների մոտ դա շատ նորմալ process է, որ նրանք վերցնեն հեռախոսը ու զանգեն։ Կանջին դնելով, ինչ-որ գործ անելով։ Չէ, բայց օրինակ հասկանում ես, ինձ մոտ, որպես ես հիմա ասենք իմ կյանքը ապրում եմ, հա, փոքրիկ պանիկա է ստեղծվում, երբ որ ինչ-որ հեռախոսը զանգում է, առանց մեսեջի, առանց չգիտեմ ինչ-որ, հա։ Ես ու դու նույն սերնդից չենք, բայց նույն խնդիրի մոտ է։ Հիմա դրան եմ գալի։ Այսինքն տեխնոլոգիական եւ պատմական իրադարձությունները կանխորոշում են շփման նախընտրությունները եւ նախընտրելի միջոցները։ Բայց քանի որ մենք նաեւ ապրում ենք բոլորս միասին, մենք հիմա իդեպ ունենք շատ իրահատուկ իրավիճակ, երբ որ 5 սերունդ իրար հետ միասին աշխատում են նույն ոլորտում։ Թե դա գալիս է նրանից, որ շատ երիտասարդներն են աշխատանքային շուկա մտնում, որովհետև գումարը հարկավոր, որովհետև տեխնոլոգիաներն են դա թույլ տալիս, եւ շատ տարեցներն են դեռ մնում աշխատանքային շուկա, որովհետև առողջություն, բժշկական, հա, ոլորտն է զարգացել եւ թույլ է տալիս ակտիվ մնալ եւ պրոդուկտիվ մնալ նույնիսկ բավականին տարեց ժամանակ մարդկանց եւ այն, այսինքն մենք ունենք 5 սերունդ այսօր, բայց այս սերունդները քանի որ աշխատում են նույն ոլորտում, նույն ոնց որ ժամանակաշրջանում, նույն կոնտեքստում, իրանք իրարից սկսում են վերցնել տարբեր կոմունիկացիոն հմտություններ եւ հարմարեցնել իրանց կոմունիկացիան դիմացինի կոմունիկացիային։ Եվ օրինակ, ես այսօր աշխատում եմ մի կազմակերպության հետ, խորհրդատվություն եմ իրանց մատուցում, իրանց մոտ voice-երն է ընդունված։ Թե նրա պատճառով, որ իրանց տնօրենը հիմնադիրը շատ արագի մեջ մարդներ սիրում է այդ voice-ը եւ այլ պատճառներով, որ օրինակ տեխնոլոգիական, հա, այդ առաջընթացի կոմպոնենտը այստեղ կա, որ բոլորը այսօր ունեն, այ հենց հիմա ես համոզված եմ դու էլ եւ Հարութը
բոլորը ունեն այդ նաուշնիկը, որը որ կարող են դնել։ Ես մի 5 տարի առաջ չունեի, եւ երբ որ voice էի ստանում, ես ներվանանում էի, ես գրում էի, ես թելադրում էի իմ խաղի կանոնները, բայց հիմա քանի որ թույլ է տալիս տեխնոլոգիան, պարտադրում է, ես կասեի։ Չկա նույնիսկ այլ տարբերակ, դու չես կարող այլ տարբերակով օգտվել ականջակալից։ նոր նորմա։ Այո։ Դա, այսինքն թե մենք իրարից սովորում ենք, թե կյանքի ոնց որ ոչն է ստիպում, այդ թվում նաև տեխնոլոգիան ստիպում, որ մենք վերցնենք այդ հմտությունները։ Մեր ոճերը սկսում են իրար նմանվել, քանի որ մենք իրար, իսկ դա պարտադրվում է արդյոք կորպորացիաների կողմից, օրինակ ես բերեմ, ես իմ խորհրդատվության մեջ դա նայում եմ իմ տեսանկյունից, որովհետև ես իմ տեսանկյունից կամպանիային ստիպել եմ այդ ձևով անել, էլի, ընկերություն, որտեղ կոմունիկացիան տեղի ունենում չաթերով, ու ինչ էի ասում Ժորժ ջան, նայեք, դուք իրար տեքստ եք գրում եւ չեք օգտագործում սմայլիկներ, բնականաբար դուք արագ շտապ տեքստ եք գրում եւ ձեր տեքստը ինտերպրետացիա է գնում լրիվ այլ կոնտեքստում, այլ էմոցիաներով։ Ձեր դիմացին գրում եք այսօր առավոտ Շուշանաս, խնդրում եմ, ես ուր ես հասել։ Իսկ ինքը կարդում է այսօր առավոտ Շուշանաս անկարծված։ Ասում եմ հիմա եկեք փոխենք ոճը, կամ voice եք ուղարկում, կամ օգտագործում եք շատ հետաքրքիր սմայլեր, որը դիմացինը ձեր գրածը վատ տոնով չկարդա, որովհետև ինքը հակված է վատ տոնով կարդալ, քանի որ ինքը փնտրում է վտանգներ, բան ղեկավարս ինձ նամակ գրեց, բան, ասում եմ voice արեք, voice-ի մեջ ինքը կզգա ձեր ձայնը, ինչ տոնայնությամբ է, եւ բնականաբար լավ տոնայնությամբ փորձեք դա անել, ոնց կանեք, եթե տետատետ ձեր դիմաց կանգնած են։ Այնց հետաքրքիր բան է հիմա իմ համար ասում, որովհետև հիմա դու ցույց ես տալիս, թե ես ինչքան եմ մեծացել, ու որ նոր սերունդը լուրջ մակարդակի վրա, խորհրդատվության մակարդակի վրա, որի համար գումար ես դու ստանում, դու այդ բանը ասում ես, այդ այն բանն է, որը որ ես օրինակ իմ դասի ժամանակ պատմում եմ, որպես պատկերացնում եք, այսպես բան կա ժողովուրդ, հա, որ սմայլիկներն են այսօր էմոջիներն են կարևոր, փաստորեն դու դա ինստիտուցիոնալիզացրել ես արդեն։ Այո, շատ է դա։ Ու նաև աշխատում է էֆեկտիվ է, որովհետև հատկապես առավոտ ուշացողներին, երբ նամակ է գնում առավոտյան ղեկավարից, որտեղ ես հասել եւ այլն, այդտեղ շատ կոնֆլիկտներ են լինում։ Մարդիկ դեռ չմտած օֆիս արդեն տրամադրել են, որ ռուսները ասում են, накручивать-ան անում իրանց, ինչա լինելու եւ այլն, ու անգամ եթե դու վատ բան նկատի չես ունեցել քո 4 տեքստով, ինքը մտածում է, որ դու սմայլիկ չես դրել, տրամադրություն չունես։ Գալիս է մտնում օֆիս, արդեն տրամադրված վատ քո հետ այդ ձև խոսելու, ինչի ես իմ հետ այդ տոնով գրվում, կամ իմ հետ այդ տոնով խոսում, բայց դու իհետ այդ տոնով չես խոսել։ Այդ, կստացի, ինչի եմ ես մտցրել կոմունիկացիայի իմ դասի մեջ, նաև pre-communication մասը, այսինքն մինչ կոմունիկացիոն փուլն եմ ես մտցրել, մենք իմ ամերիկյան համալսարանում կոմունիկացիայի դասի ժամանակ եւ տրեյնինգների ժամանակ խոսում ենք նաև թե ինչ նրա մասին, թե ինչա նախորդում բուն հաղորդակցությանը եւ մենք փորձում ենք հասկանալ թե ինչպես աշխատում մեր ուղեղը, ինչ մտածողության սխալներ ենք մենք ունենում, ընկալումների տարբերությունը եւ ինչն է ազդում մեր կոմունիկացիայի վրա եւ որոշումների կայացման վրա։ Այսինքն եթե մարդիկ պատկերացում ունեն նաև դրա մասին, միգուցե իրանք չեն ենթադրի պատկերացումներ накручивать-անի, բան եւ այլն, որ սխալ տոնով է խոսել։ Այսինքն այդտեղ էլ մի թեթև կարծում եմ բաց կա ինքնանդրադարձի, էմոցիոնալ ինտելեկտի եւ խորանալով այդ թեմայի մեջ զգացում ես, որ այդ թեման ավարտ չունի ուղղակի։ Ներեցեք ընդհատելու համար կարևոր բան ասեմ ու գնամ։ Բաժանորդագրվեք անպայման ալիքին, որ հետագա թողարկումները բաց չթողնեք։ Լայքեք այս թողարկումը, եթե ձեզ այն դուր եկավ, եւ իհարկե մեկնաբանություններում գրեք այն թեման, որի մասին կուզեիք տեսնել ոդկաստ այս ալիքում, կամ ուղղակի թողեք ձեր կարծիքը այս թողարկման մասին։ Վերջ, ես գնացի, ձեզ բարի դիտում։ Սապոլսկի այդպիսի գիտնական կա, զբաղվում է կենսաբանությամբ եւ վարքաբանությամբ, Ռոբերտ Սապոլսկին նաև ունի հեղինակած հետաքրքիր գիրք, որը իդեպ հետաքրքիր է կարդալը, կոչվում է Բիոլոգիա Դաբրա ի զլա, բարդ գնացող գիրք է, բայց շատ լավ է։ Եվ ինչ ասում է հետաքրքիր ուսումնասիրություն, որ արել են իսրայելցի դատավորների հետ։ Բավական հայտնի է, շատ են օրինակ բերում, գուցե գրքումս էլ եմ գրել, գուցե ուրիշ տեղերում լսած լինես, որ դատավորներին վերցնում են ու սկսում են ուսումնասիրել իրենք ոնց են որոշում կայացնում համաներում տրամադրել թե ոչ։ Վերցնում են մոտավորապես 1000 դեպք դատական եւ որին մասնակցել են գրեթե 42-43 դատավոր։ Ասում եմ ուրեմն պարզեցինք, որ միակ օրինաչափությունը, որով կարային կանխատեսենք արդյունքը, կլինի համաներում թե ոչ, դա այն էր, թե դատավորը հաց կերել է թե չէ։ Ուրիշ ոչինչ չէր որոշում նախորդ, այսինքն հանցագործության ծանրությունը անգամ,
սեռը, ռասան այդ մարդու ոչինչ չէր որոշում այն, թե ինքը ինչ որոշում կկայացնի կամ այդ մարդու հանդեպ ինչ որոշում կկայացվի։ Որոշում էր այն, թե հաց կերել թե չէ։ Այսինքն ինչ են ասում կենսաբանները, ասում են արյանդ մեջ եթե գլյուկոզայի մակարդակը իջել է, տրամադրությունը լրիվ ուրիշ է եւ դու կոմունիկացվում ես բնականաբար լրիվ ուրիշ հարթության վրա։ Շեղումները այդ ուղեղի շատանում են եւ դու սկսում ես իրականություն լրիվ ուրիշ ձև դատել։ Այս տեսանկյունից օրինակ քո այդ նախապատրաստական փուլում կա այդ կետը, որ լավ քնեք ու լավ հաց կերածեղեք։ Կա որ կա ընկալող, կա իրավիճակ եւ ընկալման օբյեկտ եւ ընկալողը դա հիմնական սխալների աղբյուրն է։ Հիմնականում մենք ենք մեղավոր սխալ ընկալման համար։ Ոչ թե իրավիճակն է դժվարացնում, այո, ինքն էլ է ազդում էր ընկալման, ոչ թե ընկալման օբյեկտը, այն ինչ որ մենք ընկալում ենք, հա, այո, կան դժվար եւ հեշտ ընկալման օբյեկտներ, բայց հիմնականում սխալները պետք է ման գալ հենց մեր ընկալողներից մեջ։ Մենք անընդհատ պետք է ինքնավերլուծությամբ զբաղվենք։ Իմանանք, ուշադիր լինենք գոնե իմանանք, որ մենք ունենք ընկալման սխալներ, իմանանք դրանց անունները կամ կատեգորիաների մեծ անունները եւ մի քիչ փորձենք մեզ հարց տալ։ Սա լավ որոշում է կամ էս հաղորդակցությունը, որ ես հիմա ունենում եմ, հա, ինքը հիմնված է ընկալման սխալի վրա, թե ոչ, թե օբյեկտիվ է։ Ղեկավարը, ով հենց կոմունիկացիայի գլխավոր աղբյուրն է եւ ոչ միայն աղբյուրն է, նաեւ իր միջով անցնում ընկերության մեծ մասը կոմունիկացիայի իմաստով։ Ուրեմն ինչ պետք է ինքը հաշվի առնի կոմունիկացիայի մեջ։ Ինչ որ կան առանձնահատուկ կարևոր կետեր, բնականաբար կարծում եմ դրանք շատ կլինեն։ Ինչ որ առանձնահատուկ կարևոր կետեր, որ պիտի հաշվի առնեն մեր ղեկավարները ենթակաների հետ շփվելուց, քանի որ մեր մոտ շատ են այդ խնդիրները կոմունիկացիայի սխալ կառուցման։ Խոսքը ֆիդբեքի մասին չի։ Կոմունիկացիայի կառուցումը սկսած ընկերությունը ներկայացնելուց մինչև այն, որ աշխատավարձի տալու ժամանակ ոնց են դա նկարագրում, որովհետև շատ ժամանակ աշխատավարձդ վերցրու գնա, ասենց կամ շատ փոքր է կարող չտանք։ Մեծ թեմա է։ Հիմա մենք ոնց որ գնում ենք կոմունիկացիայից դեպի մենեջմենտ, իդեպ ես ասեմ, որ նույնիսկ մենեջմենտի մասը ես միշտ հետ եմ բերում կոմունիկացիային, կապում եմ, որ ասում եմ, որ մենեջմենտը ըստ էության կոմունիկացիա է մեծ հաշվով, մենք բայց այդտեղ կարող ենք խոսել նաև մոտիվացիայի մասին, հա, այդ մոտիվացիայի տարբեր տեսությունների մասին, կան օրինակ կարիքների վրա հիմնված տեսությունների կամ process-ային, հա, թե ինչպես է օրինակ բաշխում աշխատավարձը, process-ը կարևոր է։ Այո, այդ աշխատավարձի կամ reward կոչվածը, հա, ոնց է պարգևատրման, հա, ոնց որ չափ այո մեծ նշանակություն ունի, բայց նաև այդ պարգևատրումը թե ինչ ձևով ես դու բաշխել, ինչ ձևով ես տրամադրել, նույնիսկ նույնպես մոտիվացնում է կամ դեմոտիվացնում է մարդկանց։ Բայց կարծում եմ ուղղակի, էլի մշակութային է, բայց ես կարծում եմ, եթե ունիվերսալիզացնենք, եթե փորձենք մի հատ ընդհանուր մոտեցում մենեջերի։ Այլի նայենք այն մարդու աչքերով, ով մեզ հիմա օրինակ լսում է, ինքը առավոտից իրիկուն թվերի մեջ է, բիզնեսի մեջ է, պայմանավորվելու մեջ է ու ուզում է հասկանա, ասում է, օքեյ, տղերք ջան, ապրեք, շատ լավ բաներ եք ասում, թեորիաներ, տեսություններ, բայց մենք ուզում ենք կոնկրետ 2-3 քայլ կարակ մեզ ասեք։ Եթե ունիվերսալիզացնում ենք, անկախացնում ենք իրան, հա, մշակույթից, կարծում եմ ուղղակի հաղորդակցությունը շատ ավելի, այսինքն ոչ թե sense, հա, այլ հենց ուղղակի ոնց որ կա ամենակարևոր մեսեջը ամենասկզբից է պետք ասել։ Իհարկե, այստեղ կարևորը շատ լոգոս էթոս պաթոսը, այսինքն թե դու ոնց ես դա փաթեթավորում, ինչ պաթոս ես մեջ մտցնում, ինչ զգացմունքներ ես մեջ մտցնում, եւ թե դու ով ես, քո անձնական ստիլը։ Գոյություն ունի ոնց որ քո voice կոչվածը կամ քո դիրքը, քո ստիլը խոսալու, քո ոնց որ այն համն ու հոտը նորից եւ քո նաեւ ավտորիտետը, որը որ դու կարող ես հա կիրառել կամ ոչ։ Կարծում եմ այդ ուղակի խոսքը առանց բարդությունների, առանց դժվարությունների, որ պետքա դեկոդավորեն, հա, քո խոսքը, չէ, մի արեք այդպես, ուղիղ ասեք մարդուն, իհարկե այդ պաթոսը, ոչ թե վատ իմաստով պաթոսը, այլ էմոցիոնալ կոմպոնենտը մի կողմ չդնելով։ Այսինքն, երբ որ ես ասում եմ ուղակի, ես նկատի ունեմ անկիրթ, հա, ես ուղղակին հասկանում եմ ուղիղ ասախպես։ Հա, ես նկատի ունեմ կարևոր բանը սկզբից պրիորիտետների տեսանկյունից, այ գտաբար։ Առաջնայինություններ պետքա տրվի, հա, կոմունիկացիայի մեջ, որպեսզի ինքը ճիշտ հասկացվի։ Ինչը առաջնային ու կարևոր է, պետք է ասել սկզբում։ Այո։
Դա շրջված երանգնու մեթոդն է։ Եվ նաև զտել, չէ, փաստերը ենթադրություններից։ Այդ շատ կարևոր է, իհարկե։ Իհարկե, դե բայց այստեղ մենք գնում ենք դեպի մանիպուլյացիա։ Այստեղ իմ ցավերի մասին եմ ասում ավելի շատ, որովհետև երբ շփվում եմ օրինակ գործարարների ու ենթականների այդ շփման հարցերով, հիմնականում ղեկավարներին փորձում եմ այդ միտքը տալ, որ ժողովուրդ դուք ունեք ձեր պատկերացրած աշխարհը, որում եթե ինչ-որ բան ձեր աշխատակիցը սխալ է անում, ապա ինքը ծնվել է եւ պարապել է, որպեսզի գա դա ձեր դեմ անի, բայց դա իրականում այդպես չի, ինքը ուղղակի իր կյանքն է ապրում, փորձելով լինել ճիշտ, փորձելով լինել լավը եւ ինչ որտեղ չունենալով այն ինֆորմացիան ու փորձը, որը դուք ունեք, անում եք քայլեր, որոնք հակասում են ձեր պատկերացրած աշխարհին։ Դրա համար փորձեք իր այդ զրուցելուց ձեր աշխարհը չդնել իր ձեր դիմելաձևի, ձեր խոսելաձևի, ձեր տոնայնության մեջ, այլ փորձեք այն տեղեկությունն ու ինֆորմացիան, որ փոխանցում եք, զտել այդ անցյալից ու ձեր իմացած պատկերացրածից։ Եվ հակառակի պես փորձեք իր պատկերացրած աշխարհը դնել դրա մեջ, որպեսզի իրան հասկանալի լինի, ինչն է ինքը բաց թողել, ինչ ինքը չի տեսել։ Ես երրորդ կետը, որ ստեղ կա, հա, բացի նրանից, որ ուղիղ պետք է խոսել, չբարթացնել, երկրորդը ճիշտ փաթեթավորել, հա, լոգոս, պաթոս, էթոս եւ համոզիչության երեք կոմպոնենտները օգտագործել, երրորդը ես կարծում եմ պետք է նաեւ ոնց որ դիմացինին ոչ թե հարգել մի քիչ շատ պրիմիտիվ ահանջում, այլ փորձել հասկանալ, հա։ Դա իհարկե գալիս է ինքնաանդրադարձից, այսինքն նախ քեզ պետք է հասկանաս, հետո դիմացինին պետք է հասկանաս, հա։ То есть դու չպետք է ոնց որ դու ես ասում, չենթադրես, որ քո պատկերացումն է ճիշտ, քո ընկալումը միակն է։ Հենց կոնֆլիկտները այդտեղից են գալիս, հա։ Եթե դու թույլ ես տալիս, հնարավորություն ես տալիս այն մտքին, որ կա նաև այլ կարծիք, այլ մոտեցում, այլ պատկերացում։ Ես կարծում եմ, որ նաև դա շատ կօգնի, բացի ինքնաանդրադարձ կատարելուց, նաև էմոցիոնալ ինտելեկտը զարգացնելուց, որ ինքնաանդրադարձը դրա մի մասն է։ Ես կարծում եմ պետք է նաև փորձել սիրել դիմացինին մի քիչ, հա, փորձել ենթադրել նաև, որ ինքը իրա, ոնց որ անգլերեն ասում են best intentions, այսինքն ինքը իրա ամենայն մաքսիմումի վրա փորձում է ինչ-որ լավ բան անի։ Բայց դրա համար ինձ թվում է փորձել պետք չի, էլի, ինձ թվում է դա նախապաշարմունքներ է, որոնք մեզ տրվել են, թե հիմա չեմ ուզի վիրավորել են մարդկանց, ովքեր կրոնական են, բայց դա եկել է, որ հիմնականում կրոնում է, որ մարդիկ բաժանվում են չարի ու բարու։ Մարդիկ այդ մտածելակերպով ասում են, օքեյ, ուրեմն դիմացինս չար է, սատանուն է ծառայում, իսկ ես բարի եմ ու ինչ անեմ ես այս մարդու հետ։ Իրանք փոխվող չեն։ Դե պետք է սիրել էլի դիմացինին, դա կօգնի, որ ի սկզբանե մենք չընթադրենք, որ իրանք չարն են։ Այդ գիտելիքը օգնում է այդ առումով։ Երբ որ մենք պատկերացնում ենք, որ մեր դիմացինը կարա լինի 10 տարբեր ձևերի։ Մեկը գիտես ինչն է օգնում։ Վիզերը։ Լուրջ եմ ասում։ Փոխել է ոնց որ գնացել են տարբեր երկրներ, տեսել են, որ ուրիշ մարդիկ կան, ուրիշ իսկ Ryanair-ը չի օգնել։ Մի պահ եկավ, մի պահ օգնեց գնաց։ Իդեպ ես հասցրել եմ մի անգամ թռնել։ Դու Wizz-ի հետ կոնտրակտ ունես։ Կստացի կարելի է, չէ, խնդրում եմ կապնվեք ինձ։ Երկու անգամ արդեն իշատակել ես։ Հա, մի ինտերվյուում էլ ես ասել, որ Wizz-ը շատ է օգնել կոմունիկացիայի հարցում մեզ, հա, հա։ Սպառարում եմ, կրկնվում եմ, ինչ ահա։ Հա, շատ ես ասել ու իդեպ պետք է կապիտալիզացնել սրա վրա, այո։ Որովհետև հնարավորությունը տեսնել ուրիշ մարդկանց ուրիշ պատկերացումներ, իդեպ մենք տես միֆերով ենք ապրում, ամերիկացիք ինչ որ ձև են, ռուսներ ինչ որ ձև են, երբ գնում ես տեսնում ես իրականում պատկերացնում ես, որ ուրիշ ձև են։ Դե Ամերիկա եւ Ռուսաստան խոսեցինք, մի հատ էլ կարևոր հարց է առումով, որ մենք հաշվի առանք, որ պետքա դիմացինի աշխարհընկալումը տեսնել եւ այլն, ու վերջերս ականատես եղանք, որ բավական բարձր կատեգորիայի բարձր մակարդակի զրույցներում, որը տեղի ունեցավ Ավալնի կաբինետում, մի երկրի ղեկավար, որի անունը բոլորս գիտենք, Զելենսկին, լինելով երկրի ղեկավար, ես համոզված եմ իրանց պատրաստում են, իրանք անցնում են որոշակի դպրոցներ եւ այլն, որ հասնեն այդ մակարդակի, որ կարողանան այդ գիտակցության մարդկանց հետ զրուցել եւ այդ կարգի ռեսուրսներ կառավարող։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ չստացվեց այդ զրույցը, չգիտեմ, շատերն են այդպես կարծում, որովհետեւ հաշվի չառավ շատ բաներ եւ եկել էր իր պատմությամբ, իր կոնտեքստով եւ իր իրականությամբ հաշվի չառելով իր դիմաց ով է եւ ինչպիսի պատմությունն է իր գլխում եւ ինչ լեզվով կարելի է դիմացինի հետ խոսել։ Խոսեց այնպես, ինչպես կխոսեր իմ հետ օրինակ,
Ես իր դիմաց նստած լինեի, ինձ փորձեր համոզել, որ ես պիտի իրան ինչ-որ բան տամ։ Ըստ քեզ հիմնական, եթե տենց փորձենք ինչ-որ կետերով, պոինտներով վերլուծել, ոնց կգնահատես ու ինչ կետերով ֆիդբեք կտայր Զելենսկուն Թրամփի հետ զրույցի հետ կապված վերջին։ Ես կարծում եմ, որ շատ անարդար տեղի ունեցավ։ Դե ինքը մեղադրվեց այն բանի մեջ, որի մեջ ինքը մեղավոր չէր ընդհանրապես։ Չէ, որ ինքն է հրահարել կոնֆլիկտը, փաստորեն դա տենց չի։ Դա աշխարհաքաղաքական հարց է։ Իրականում այդտեղ կարելի է կարող է Ամերիկան հրահրել, որովհետև Ամերիկան ստեղ sense հետաքրքիր պատմություն կա, ես որ լսել եմ, մի քիչ կգնա քաղաքականության ուղղությամբ, բայց շեղվենք էլի, որպեսզի դու էլ պատկերացնես ինչ ա եղել։ Ես Ռուսաստանի, որպեսզի պատկերացնես Ռուսաստանի կողմնակիցը չեմ եւ առհասարակ ես կողմնակից եմ վերլուծելու։ Իրականում այդտեղ ոչ մի դու նեյտրալ դիրք ես բռնում, երբ վերլուծում ես, որովհետև եւ այս կողմի եւ այն կողմի հասկանում ես պատճառները։ Ես մի հատ ինտերվյու եմ լսում, հետաքրքիր է, ինտեպ կարող ես դու էլ նայել, Ելսկի համալսարանում անցկացրել էր Պոզները, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծեցին Պուտինին։ Եվ պատմում է, որ երբ փլուզվեց Սովետական Միությունը, ձևավորվեց նոր պետություն Ռուսաստան։ Եվ այդ պետության ղեկավարը առաջին, ով որ ասես փորձեց իրականում դուրս բերել ռուսական քաղաքականությունը, կապել արտաքին քաղաքականությունը, վարել ավելի կոմպլիմենտար, եղավ Պուտինը, որը ոչ մեկ չի նկատել, ասում է դեպ 2000 մինչև 2007 թվականը առաջի բանը որ արեց Պուտինը, ասում է երբ որ դարձավ Ռուսաստանի նախագահ, դիմեց ՆԱՏՕ որպեսզի անդամակցի, որովհետև ասես դե հիմա քանի որ միաբևեռ չի աշխարհը, եկեք միավորվենք, որովհետև հիմա սովետական միության դեմ էր ուղղված ՆԱՏՕ-ի ուժը, հիմա չկա սովետական միություն, եկեք ես էլ միանամ։ Ինչին ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են դուք շատ մեծ եք, որպեսզի անդամակցեք ՆԱՏՕ-ին, դե իրական ֆորմալ առումով ասել Ամերիկայի Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից է պատասխան իրան գնում, բայց դե բոլորս գիտենք, որ գլխավոր խաղացող այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Իրան չեն ընդունում, ասում եմ։ Այդպիսի մի հետաքրքիր, այստեղ ացիլկա է մատ լրիվ ուրիշ ուղղությամբ, որ գոյություն ունի դոկտրինը Վոլֆևիցը, այդպիսի Պոլ Վոլֆևից, այդպիսի մի Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի տեղակալ կա, որը տենց դոկտրինա է ստեղծել, ըստ որի պիտի շարժվի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որում նշված է, որ պետքա ամեն կերպ այնպես անել, որ գերիշխող պետությունը աշխարհում լինի միայն ԱՄՆ-ն եւ ԱՄՆ-ն չպետքա թողնի Ռուսաստանին հատկապես, որպեսզի այն զարգանա եւ դառնա երկրորդ բևեռ, երկրորդ գերտերություն։ Այս Վոլֆևիցի դոկտրինան հրապարակվում է New York Times-ում, Time ամսագրում։ Դրա մասին դա փաստացի ընդունում են այն ժամանակվա երկրի ղեկավարությունը եւ սա դառնում է ոնց որ մի քանի տրիգեր, որոնք որ ազդում են Պուտինի վրա։ 2007-ին Մյունխենում, այս վերջին անգամ որ J.D. Vance-ը խոսեց այդ նույն վայրում, նույն բեմից, հարց է տալիս Պուտինը բոլորին, ասում է 2000 վերջին պայմանավորվածության Գորբաչովի հետ ՆԱՏՕ-ն չպիտի ընդլայնվեր Գերմանիայից այս կողմ, բայց դրանից հետո դուք բացվեցիք Չեխիայում, մասնաճյուղ ունեցաք Չեխիայում, Հունգարիայում եւ Լատվիայում։ Okay, մենք դրան բան չասեցինք, բայց դուք արդեն ուզում եք գաք դեպի Ուկրաինա եւ այլ պետություններ։ Ում դեմա է ընդլայնումը։ Իմ համար հարց է առաջանում տրամաբանական, որին պիտի պատասխանեք։ Եվ որին ի պատասխան փաստացի իգնոր են անում իրան։ Այդ բեմից հաջորդ ելույթ ունեցողներն ասում են, որ մենք ենք որոշում ուր ընդլայնվենք, ուր ոչ։ Իսկ ռուսական պետությունը, ցարսկի պետությունը շատ են ասում, որ ունի այդ հոգեբանությունը, իրանք մշակութային մակարդակում ինչ որ միսիա ունեցող երկիր են, իրանք տենց են իրանց ընկալում։ Եվ երբ միսիա ունեցող երկրին, որը տենց ժողովուրդ եւ տենց ղեկավար է ունեցել, այդ ձև անտեսում ես, վաղ թե ուշ ստանում ես հետեւյալը։ Երբ Ուկրաինան փորձեց ՆԱՏՕ-ին անդամակցել եւ գնալ արևմուտքի կողմ, Ռուսաստանն ասաց՝ մի րոպե, ստոպ, ստեղ ես էս չեմ թույլ տա։ Իհարկե շատ ստի ինչ որ երկակի խաղերի ճանապարհով փորձեց այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով, ամենայն դեպս տրամաբանություն այս ամեն ինչի մեջ փորձել գտնել կարելի է, որը ես սենց փորձել եմ գտնել, որը տենց համապարփակ տվեց ինձ Պոզների այդ ելույթը, ու որտեղ ինքը նաև ասում է, որ ժամանակին, երբ Ռուսաստանը որոշել էր Կուբայի հետ պայմանագիր կնքել ու իր ռազմական հրթիռները տեղադրել Կուբայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասաց, եթե դուք դա անեք, մենք ձեր բոլոր ամբողջ նավատորմը կխորտակենք, չենք թողնի տեղ հասնի, եւ դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կլինի, որը ենթադրեց այն, որ հրաժարվեց Ռուսաստանը այդ մտքից, չնայած երկու անկախ պետություն որոշել են իրար հետ գործարք անել, որին Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է խառնվեր, բայց խառնվեց։
ու նույնը ասում պատկերացրեք հիմա Ռուսաստանը իր հրթիռները բերի ու տեղադրի Մեքսիկայում, ինչ կանի Ամերիկան թույլ կտա, թե կմտնի ռազմական ուժով Մեքսիկայից կվերցնի իշխանություն եւ կասի նեոնացիոնալիստներին։ Նորից այդ հանդիպմանը վերադառնալով ես տեսնում եմ այստեղ անարդարություն գոնե այն առումով, որ օրինակ այդ մարդուն կանչել էին եւ ի սկզբանե օրինակ այդ ինչ էր կոստյում չունես, այդ խոսակցությունը տրամադրված էին արդեն լինես եւ այլն։ Այդ ամենը ես կարծում եմ անարդար էր ցանկացած դեպքում կամ օրինակ ենթադրելը, որ Զելենսկին ինչ որ բանով պարտական է, հա, այսինքն մենք այսքան փող ենք քո վրա ծախսել։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ դու վերջով խոսում ես երկրի նախագահի հետ։ Եվ հենց դա է լինում, երբ որ ընտրվում է մարդ, որ ըստ ինձ օրինակ կվալիֆիկացված չի։ Եվ ինքը խախտում է խաղի կանոններ։ Հիմա պատմությունը ցույց կտա այդ խաղի կանոն, այդ իմ ստանդարտներին եւ կոմունիկացիոն ֆորմատներին եմ ես վերադառնում, որ գոյություն են որոշակի սպասումներ, սպասելիքներ, ստանդարտներ, ալգորիթմեր, որոնցով որ պետք է ընդհանար այս խոսակցությունը։ Հիմա Թրամփը քանի որ կրողը չի դրա, ինքը լրիվ դա խախտում է։ Հիմա նորից մենք դեռ կտեսնենք, միգուցե սա ճիշտ էր կամ միգուցե այդ ֆորմատներ խախտելն է, որ զգալի փոփոխություններ ա բերում, լավ կամ վատ։ Իդեպս դե կա նաև մեկ այլ տեսություն, ադապտիվ առաջնորդության տեսությունը, որը որ ասում է, որ շատ ժամանակ դու պետք է օրենքներ խախտես, եթե դու ուզում ես ինչ-որ փոփոխություն լինի։ Եվ ենթադրենք ահաբեկչական ակտերը, օրինակ, ոնց են սկսվել փոքր խմբի ձայնը լսելի չի եղել եւ շատ պետք է բարձրացնել այդ ձայնը, որպեսզի լսելի լինի։ Կամ օրինակ հեղափոխությունները ոնց են տեղի ունենում, չէ՞։ Դու խախտում ես որոշակի օրենքներ, որպեսզի ինչ-որ բան փոխվի։ Հիմա միգուցե Թրամփը խախտում է այդ օրենքները կոմունիկացիա։ Որովհետեւ նայ ինքը ասում է տրամաբանական բան ասում, իդեպ ուզում է այդ հարցը քեզ տալ։ Բոլոր նախորդ դեմոկրատները Ամերիկայում Պուտինին շատ վատ են նկարագրում եւ ասում է հենց Պոզների այդ բանում ասում փորձել է գտնել վերջին 10 տարվա ընթացքում New York Times-ում կամ Time-ում հրապարակված հոդվածների մեջ մի հատ դրական բան Ռուսաստանի կամ Պուտինի մասին ոչինչ չգտանք։ Ամեն ինչ բացասական էր։ Գուցե այս մոտեցումը բերի բանակցության ինչ-որ կոնստրուկտիվ ռելսերի, ինչ-որ շղթայի բերի, որ ստեղից սկսի կոնստրուկտիվ զրույց, որովհետեւ երբ Պուտինին ասում ես դու չարագործ ես, վատ մարդ ես ու սխալ ես վարվում, դիմանիզացիան, հա, չի բերում նրան, որ մարդը ուզում է քո հետ նստի մի սեղանի շուրջ, բանակցի, խոսի կամ քո հետ խոսելու բան չկա։ Եվ տենց ես խոսում մարդու հետ, ինչ բանակցության մասին կարող է։ Ինձ համար այդ հանդիպման մեջ նորից, հա, մենք կարող ենք հիմա ռացիոնալիզացնել, բայց մի հատ մեծ խնդիր կա, այն որ նորմալիզացվեց, այսինքն ինստիտուցիոնալիզացվեց կամ չգիտեմ, նորմալ դարձավ բուլինգը, նորմալ դարձավ փողոցային խոսակցության ոճը, ինձ համար դա շատ եւ դարձավ, որ այդ ավտորիտար մոտեցումները օքեյ են։ Տանն ենք նայում, ուրեմն ինձ տնեցիք sense են նա ինչ եղավ, բան Զելենսկու հետ ոնց խոսած Թրամփը, ասում եմ դա ուրախանալու բան չի, որովհետեւ ասում եմ եթե մինչեւ այսօր պատմության մեջ դա եղել է փակ դռների հետևում, մարդիկ բացահայտ առևտուրի արել չեն արել, օքեյ, դες տակից եղել է ինչ-որ աշահեր, որոնք որ դրթել են որոշակի պայմանավորվածությունների, բայց ասում եմ առաջին անգամ բոլորի աչքի առաջ ցույց տվեցին, որ գոյություն չունեն արդարություն, վեհ գաղափարներ եւ այլն, այսինքն հումանիզմը դրեցին ոտի տակ ու տրորեցին մի քանի միլիարդ դոլարներով, էլի։ Ասեցին դու 350 միլիարդ դոլար ես մեզ պարտք, արի հանքերիդ 50%-ը տուր, խոսալ չգիտես մեր հետ։ Okay, իմացի որ դու այդ ձևով ոչ մի բանի չես հասնի բոլորի առաջ։ Եվ դա շատ մեծ ազդեցություն կարող ունենա, մշակութային ազդեցություն կարող ունենա հետագա դա չի կարելի ցույց տալ։ Ուղղակի դա բացահայտ անելը օրինակ ես դու ծառայում։ Դու քո կոմունիկացիայով նաև դու պետքա պատասխանատվություն կրես։ Քո բիզնեսում պատասխանատվություն պետքա կրես։ Մենք մի օր այնքան հետարքիր բան ասեց իմ կինը, ինքը շատ ուժեղ բիզնես մտածողություն ունի եւ մի օր անցնում էինք մի հատ խանութի կողքով, մեր շունիկների կերը այդ խանութից էինք առնում, մեկը անցնում ենք, տեսանք փակ է։ Ու կինը շատ հետարքիր բան ասաց, ասում իրանք ինչի տեղ են իրանց դրել։ Իրանք ոնց են իրանց թույլ տվել, փակվել։ Պատասխանատվությունը մեր արժև ուրիշ
հաճախորդների արժև, հա։ Այդ թեմա, որ ես խորացա, իմ դասարանցին Իտալիայում է հիմա ապրում Հռոմում եւ մի հատ ինքը տենց շատ ողջավորված, շատ ասիրում Հռոմը, մեզ ցույց էր տալիս բոլոր մանրունքներով եւ այլն, տենց մանրամասնություններով իրանց թաղամասը եւ մեզ ցույց տվեց թե այդ Տրաստևերայում որ մի հատ կոֆետուն կա, որը որ շատ հին է, ու ինքը ասաց այսքան 100 տարի է ինքը կա եւ այլ եւ մի պահ մի 2 տարի առաջ ինքը փակ թե կոവിഡ്ի ժամանակ ինքը փակվում էր։ Եվ ասում եմ մենք մեր հարևաններով, մեր ոնց որ համայնքով թույլ չտվեցինք, որ ինքը փակվենք։ Փող հավաքեցինք աշխատավարձերը, վճարեցինք վարկերը, փակեցինք այդ մարդկանց, որովհետեւ իսկ մինչեւ այդ փակվելու հայտարարությունից հետո, մինչեւ փակվելը, ծաղիկներ էին տանում, ինչ որ բաներ էին կպցնում, սիրտիկներ, մի փակվեք եւ այլն եւ այլն։ Եվ այսինքն այդ պատասխանատվությունը նաեւ, հա, իրանք պահանջում էին կամ այդ չփակվելը իրանց համար շատ կարեւոր էր։ Ասածս ինչն է, պոլիտիկայում, քո կոմունիկացիայում, բիզնեսում եւ այլն, երբ որ մենք մոռանում ենք այն պատասխանատվության մասին կամ այն կրթական կոմպոնենտի մասին, որը որ մենք եւ ոչ միայն գործողությամբ այդ նույն աղբ թափելը եւ երբ որ դու դա նորմալիզացնում ես, երբ որ մեծ ձյաձյա տարիքով, ասենք, չգիտեմ, 60 տարեկան մարդ սիգարետ այսպես ծխում է ու իր խանութի դեմը գցում է ու իմ երեխեն դա տեսնում է, դա շատ վատ սիգնալ է, ես ինչքան էլ ինքս դա չանեմ, եթե դա նորմա է, շատ դժվար է այդ վարքագծին դեմ գնալը եւ չանելը, այնց ոնց որ նորմա է։ Կօգնի արդյոք կոպիտ կոմունիկացիան այդ հարցում, ես կարծում եմ, որ նպատակին չի հասցնում մեր։ Այսինքն մարդիկ կան վիդեոները հատկապես շատ է տարածվում ինտերնետում, մեքենայից կտրուկ իջնում են, բան իմ ծանոթներից ընկերներից մեկը, հա, Հակոբը շատ ակտիվիստ է, զբաղվում է դրանով իրոք։ Ինքը մաքրություն է անում եւ նաեւ հետեւողական է, որպես իր ներկայությամբ թույլ չտան մարդիկ, բայց գիտեմ, որ շատ է կոնֆլիկտների մեջ ընկնում դրա պատճառով, շատերը չեն ուզում տենց կոնֆլիկտների մեջ լինեն առավոտից երեկո։ Ես սենց եմ նայում, օրինակ ես հարցում լուծումը տեսնում եմ սենց։ Սա ինստիտուցիոնալ լուծում է պահանջում, քանի որ ազգը հսկայական մի ազգ ապրել է սովետական ժամանակներում, որտեղ պետությունը քո սեփականը չի։ Պետությունը ունի իր ղեկավարները, իրանցն է, իսկ դու այնտեղ մասնակից ես ինչ որ։ Եվ քեզ պիտի ասեն ինչ անես դու, ինչ համակարգով շարժվես եւ այլն։ Երբ պետությունը դարավ մերը, մենք դա չհասցրեցինք, դեռ չենք հասցրել գիտակցել եւ հետեւաբար դեռ ապրում ենք այն գիտակցման, որ քաղաքապետարանն է դա պարտավոր, դա մենք պիտի թափենք, քաղաքապետարանը մաքրի։ Դա պարտավոր է երկրում ցանկացած չինովնիկ բացի մեզնից։ Ով որ պաշտոն է ստանձնել դրան հետևելու, թող ինքն է պատասխան տա ախպեր, ես հարմարա գցում եմ ինձ։ Որ սկսես հետը կռիվանել, հանգիստ կարող ասի, ես այստեղ 3 կոմպոնենտ մենք սա խոսում ենք շատ իմ ընկեր Լինդայի հետ, որը որ Իրանից եմ սա լսել, շատ համաձայն եմ եւ փաստորեն սա էլի նորից այդ ֆորմուլաների մեջ է մտնում, որ եթե դու ուզում ես վարքագիծ փոխես, դու պետք է օրենսդրական մակարդակի վրա, հա, պայմաններ ստեղծես, այսինքն միջավայր փոխես եւ արժեքներ կրթությամբ փոխես։ Այսինքն միայն օրենքով չի լուծվում հարցը։ Իհարկե չէ։ Օրինակ եթե դու օրենք ես ընդունում, որ ասենք, չգիտեմ, այս շենքում ծխել չի կարելի, բայց չես ստեղծում պայմաններ։ Ֆիլմ ես ցույց տալիս, որտեղ ամենտեղ ծխում են օրինակ։ Օրինակ տենց կամ եթե դու չես ստեղծում պայման, որը որ թույլ կտա ծխողներին փոխել իրանց վարքագիծը, հա, եւ քո ասածը չես ինքդ հետևում դրան, հա, այսինքն այդ օրենքի կիրառումը ոնց որ ցույց է տալիս, որ ինքը ֆիկտիվ է կամ ինչ, եւ նաեւ եթե երրորդ կոմպոնենտը չես կրթում այդ մարդկանց, որ այդ ծխելը վատ է, ինչի է վատ եւ ինչի է հենց այս շենքում վատ, որովհետեւ пассив ծխել եւ մնացած այլ բաները, այդ 3 մակարդակից մեկը եթե բացակայում է, վարքագիծը չի փոխվում։ Այստեղ պետքա թիմային ու հետևողական աշխատանք մարդկանց կողմից, որովհետև մարդիկ չեն հասկանում, որ լուրջ փոփոխությունները միայնակ ոչ մեկ չի կարող անել։ Այս տեսանկյունից ես տեսնում եմ, որ շատերը փորձում են ընդհանուրի առաջ դիտողություն անել ու այս խնդիրը լուծել անձնային մակարդակում մի հոգու դիտողություն անելով։ Ոստեղ շատ կարևոր հարց առաջանում։ Ընդհանուրի առաջ կոմունիկացիան, բացասական կոմունիկացիան, երբ դու փորձում ես ֆիդբեք տալ կամ ինչ-որ մի բան սովորեցնել կամ խորհուրդ տալ, հիմնականում ընդունումը բացասական, նաև թիմերում, այսինքն եթե ես ընկերության ղեկավար եմ, ընդհանուր առաջ դիտողություն եմ անում, դա բոլորը գիտեն, որ լավ չի։ Այն մարդու տեսանկյունից, ով այդ կոմունիկացիայի զոհն է դարձել։ Ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, նույն կերպ պատասխանել արդյոք ճիշտ է թե ոչ, լրելը ճիշտ է թե ոչ, ինչ կարելի է անել։ Եթե ես դարձել եմ
բուլինգի զոհ, Դե շատ կորպորատիվ դեպք ես պատմում։ արտառոց Մեր ինձ թվում է դու լինելով ամերիկյանի, այո, դու իրականում ամերիկյան համալսարանի ստանդարտներով ես ապրում Հայաստանում, իրականում լրիվ ուրիշ իրողություններ են։ Մեր իրականության մեջ դա գերակշիռ խնդիր է, հատկապես երբ ղեկավարը բարձր աշխատավարձ է վճարում մարդուն, իր համար դա ինդիկատոր է, որ ես կարող եմ քո հետ այդպես խոսել ընդհանուրի առաջ, եթե ես քեզ այդքան փող եմ տալիս, կարամ այդ ձևով քո հետ խոսեմ։ Մարդը դարձել է դրա զոհը։ Իրան ընդհանուրի առաջ դիտողություն անում։ Ես մի անգամ իմ դեպքը պատմեմ, ուրեմն իմ փորձի մեջ մի անգամ եղավ կարճ դրվագ, երբ ես տնօրեն աշխատեցի ու ինքս էլ հրաժարվեցի այդ պաշտոնից, քանի որ ղեկավարի հետ չկարողացանք իրար հետ հասկանալ։ Մի անգամ ուրեմն մենք նստած էինք, իր ընկերներն են նստած, ես գործնական հարց ունեմ իր այդ քննարկելու, ասում է, «Էս ինչ բան է, ինչի երբ է լինելու կամ ինչի չի եղել»։ Ասացի, «Կլի այդ հարցով մենք հետո առանձին խոսենք»։ Ասես չէ, իմ սինկերներից թաքցնելու բան չունեմ։ Ինձ ասա ինչի չի եղել էսի։ Ես իրան կոշտ պատասխան տվեցի, իհարկե, որ կարևոր չի հիմա ինչ ասեցի, համենայն դեպս ինձ իր անկերների առաջ ցույց տվեց, որ ես իմ գործը իբր լավ չեմ անում։ Մինչդեռ ես իրան պատասխանեցի, որ ես իմ գործը անում եմ, ես իմ ժամկետների մեջ տեղավորվում եմ ու դու չպիտի ինձ ասես, ես եմ որոշում, քանի որ ես եմ տնօրենը, ժամկետն եմ ասել, այդ ժամկետում կլինի այդ հարցը։ Դու ինձ մի ստուգի տենց, եթե ժամկետը դեռ չի անցել։ Ինքը վիրավորվեց ու անցավ որոշ ժամանակ, հետո ինձ ասաց, որ այդ իմ խոսելաձև իր անկերների ներկայությամբ իրան վիրավորել է։ Մինչդեռ ես իրան ասել էի, որ քո անկերներն են այստեղ, արի հետո առանձին մենք այս հարցով իրար հետ զրուցենք։ Նման դեպքերում, օրինակ ես այդպիսի ռեակցիա տվեցի, որը իրականում աճեցրեց այն, որ մենք իրար հետ ավելի քիչ սկսեցինք իրար դրա արդյունքում հասկանալ ու հես որոշեցի մի օր, որ ուզում եմ հեռանալ այդ թիմից, չեմ ուզում շարունակել փորձեր անել իր հետ։ Մարդիկ ովքեր ուրիշ տարբերակ չունեն, օրինակ ես ունեմ շատ տարբերակներ, իմ անտիխրուպկի եմ, ինչպես կասի Նասիմ Թալեբը, ես հակափխրուն եմ ու կարող եմ ոլորտից ոլորտ էլ տեղափոխվել, որովհետև ես ունեմ մի քանի եկամտի աղբյուր, բայց մարդ կա, իր միակ աշխատանքն է ու իր միակ միջոցը ինչ անի։ Այն ինչ որ դու պատմեցիր, ինքը արժեքների կռիվ էր, ինքը բառերի կռիվ չէր կամ կոնցեպտների կամ նախադասությունների, հա։ Ինքը ավելի շատ դու ինքը կպավ քո որոշակի արժեքին, օրինակ արժանապատվությանը կամ օրինակ պրոֆեսիոնալիզմին, հա, հարցականի տակ դրեց քո պրոֆեսիոնալիզմը կամ անուղղակիորեն ենթադրեց, որ ինչ որ ծուլություն ես արել կամ ինչ որ տենց, հա, եւ դա քեզ խոցեց։ Դու էլ իրան խոցեցիր ինչ որ այլ կերպով, որ տիպը դու այդքան չկաս քո ընկերների դեմ, հա, կամ ինչ որ չգիտեմ ոնց։ То есть այստեղ անձերի կռիվն է գնացել եւ ոչ թե կոնտեքստային ինչ որ մեկը դժգոհել է նրանից, որ գործի համար վատ է, որ ինչ որ բան չի կատարվել, հա, անձնական մակարդակի է իջել պրոֆեսիոնալից։ Ես կարծում եմ այստեղ մաքսիմալ պետքա պրոֆեսիոնալ լինել։ Ես միշտ ասել եմ իմ տղաներին, որ եւ օրինակ հեքիաթներ ենք մենք միշտ պատմել։ Ես իրան օրինակ Դենին, Պոջուրիս պատմում էի մի պատմություն, այդ Դավիթ Գալիաֆ, հա, այդ David and Goliath պատմությունը, ոնց է փոքրիկ հովիվը, հա, այդ հսկային հաղթում ոչ թե ուժով, այլ իր հնարամտությամբ, խելքով, տենց եւ մոտեցմամբ իմ ոլորտում դա կոմունիկացիայով եւ այլն։ Մեծ տղայից միշտ ասում եմ, որ ինչի համար է պետք սովորել, ոչ թե դա ասենք, չգիտեմ, ինչ որ տես պրինցիպի հարցա կամ տես, հա, պատվի հարցան, այլ որ դու ունենաս էքսպերտային ուժ։ Եւ դա էլ ասենք այդ բիրտ ուժի փոխարեն կամ այնքան պետքա դու լինես որպես էքսպերտ, որպեսի քեզ հարգեն եւ այդտեղից գա, հա, էքսպերտիզայից գա քո ուժը։ Ես կարծում եմ, եթե մենք ունենք այդ էքսպերտիզան եւ կարող ենք խոսել պրոֆեսիոնալ մակարդակի վրա, այդ անձնականը կարծում եմ մեր վրա այդքան կարա չազդի, բայց կարծում եմ այդտեղ երևի թե զենքը պրոֆեսիոնալ մնալն է։ Ես իդեպ շատ եմ այդ իրավիճակները վերլուծել այդ փորձը ու շատ եմ հետևություններ արել հենց իմ հետ կապված։ Ոչ թե իրանք սխալ մարդիկ էին, այլ իմ ընտրությունն նախ որ տենց մարդկանց հետ ես աշխատում, պիտի գիտակցես, որ նման իրավիճակներ քո հետ լինելու են շատ։ Ու պիտի չաշխատես։ Կամ պիտի չաշխատես, կամ պիտի փորձես ամեն կերպ քո պրոֆեսիոնալիզմի բարձունքից չիջնել։ Հա, բայց նայ, օրինակ, այստեղ էլ ենք մենք խոսում ուսանողների հետ շատ ժամանակ, թե ոնց ընտրել աշխատավայրը, եւ կան որոշակի տենց կարմիր գծեր։ Հա, գծեր կամ կարմիր ինչ որ դրոշակներ, որոնք որ քեզ պետքա ցույց տան։ Նո, օրինակ, ասենք, հենց ինտերվյուի ժամանակ
շատ են հարցնում, հա, մեր իրականության մեջ, իսկ հատ ամուսնացած եք, իսկ հատ տարեք, այս բանակում ծառայել եք, փորձում են հասկանում եմ գործատուն փորձում է պլանավորի իր կյանքը, հա, ինքը դու եւս գնալու օրինակ, չգիտեմ, զիգրետ կամ բանակ, եթե հա, այդպես ու ինչքան ծախսես իր վրա նստելու կամ ինչքան երկար ես պլանավորում իր մոտ լինել, այո, հասկանալի է իր տեսանկյունից, բայց քո համար դա պետք է կարմիր դրոշակ լինի, եթե այդ թեման ընդհանրապես շոշափվում է, կամ եթե ասենք առաջին հարցը քեզ տալիս են, թե ինչքան աշխատավարձ ես ակնկալում, այդ էլ, այսինքն քեզ դնում են իրավիճակային հոդված են դիտարկում, այլ ոչ թե որպես պրոֆեսիոնալ, որը որ նաև մյուս կողմից է գալիս, օրինակ ռեզումեներում ես իմ ուսանողներին սովորացնում եմ, որ պետք է ոչ թե նույնիսկ եթե դա փորձնակություն ա եղել, internship ա եղել, հա, դու ոչ թե պետքա գրես թե դու ինչ ես ստացել, հա, օրինակ ուսումնասիրել եմ բանկի, չգիտեմ, կանոնադրությունը կամ չգիտեմ, կենտրոնական բանկում անցել եմ փորձնակություն, այլ ինչ ես սովորել, ոչ թե ինչ ես սովորել, այլ ինչ ես տալու, ինչ ես ստացել, հա, կամ սովորել, ինչ կարող ես տալ այս կազմակերպությանը, հա, օրինակ կարող ես ասել սովորելով սա, ենթադրենք թե կարող եմ, չէ, ոչ թե կարող եմ, այլ ենթադրենք թե բարձրացրել եմ կազմակերպության, չգիտեմ, արդյունավետությունը կամ եկամուտն եմ ավելացրել կամ այսքան մարդ եմ, չեմ train արել, հա, տենց։ То есть ոչ թե ինչ եմ վերցրել, այդ կոնսումերիստական նաև այդ մոտեցումը գաղափարել, քո ռեզումեի մեջ կարա երևա։ Ցույց տուր ինչ արժեք կարող ես ավելացնել այս կազմակերպությանը։ Շատ լավ գաղափար է ու դրա հետ կապված մեմ կա, որ ասում է ռեզյումեն է կարդում, ասում է բարձրացրել եմ ղեկավարի էներգատրամադրությունը, ասում ես ինչ է գրել։ Ասում է դե բարձ առավոտները գալիս էի, ասում է եւ առաջին ինչ ես անում էի, դա բարձրացնում էի իմ տնօրենի էներգետիկ տրամադրվածության սանդղակը։ Ասում է կոֆե եք դրել։ Հիմա դա է, այդ սուրճ դնելը կարելի է վերափաթեթավորել, ներկայացնելն էլ այո կարևոր, այդ դրա մասին ենք խոսում։ Ղեկավարի հետ ֆիդբեքը շատ մեծ թեմա է, մենք դրա մասին անվերջ կարող ենք խոսել, նախ ինչ վիճակում է մեր երկրում այդ ֆիդբեքի կուլտուրան, ոնց ենք մենք կարողանում, դե սենդվիչի մասին խոսեցինք, որ մեր մոտ ենք տալիս հետադարձ կապը, շատ ճիշտ նկատեցիր, որ ուղղակի ֆիդբեքը հատկապես մարդկանց մոտ մենք անցալում ենք որպես անձնական վիրավորանք։ Կան մշակույթներ, որտեղ որ այդ ֆիդբեքի բացակայությունը կամ ուղղակի չլինելը համարվում է չհաջողված հանդիպում։ Այսինքն էֆեկտիվ չի, բայց ոնց պետք է լինի կոնֆլիկտ եւ այլն։ Ուղղակի ֆիդբեքի հասարակությունների մեջ վիճակագրորեն դա ապացուցված է, կամ այնտեղ որտեղ որ հավասարություն կա եւ խոսքի ազատություն, ինովացիոն պատենտների քանակը գրանցված ավելի բարձր է։ Այսինքն ինովացիայի մակարդակը ավելի բարձր է, ինչքան ուղղակի ես դու խոսում, ինչքան դու բաց ես խոսում, եւ չես վախենում արտահայտելու քո միտքը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ ինովացիա կլինի այդ հասարակությունում։ Այսինքն մարդիկ չեն վախենում իրանց know-how-ն կիսվել կամ քննարկում է, ու ասենք նստածա տնօրենը, նստածա փոխտնօրենը եւ նստածա երկու ոչ ղեկավար պաշտոնի աշխատող, մեկն էլ օրինակ, չգիտեմ, նոր ընդունված աշխատող է։ Այդ մարդիկ այն հասարակություններում, երբ որ մշակութորեն իրար հավասար են անցալում, ես էլ եմ մարդ, ինքն էլ է մարդ, ես էլ կարծիք ունեմ, ինքն էլ կարծիք ունի, եւ իմ կարծիքը նույնքան կարեւոր է կամ նույնքան իրավունք ունի գործ ունենալու, ինչ որ մյուսներին է, այդ հասարակություններում բարձրաձայնվում են մտքեր եւ չեն վախենում մարդիկ, հա, որ իրանց միտքը օրինակ կհամարվի հիմար միտք կամ ինքը այդքան չկա, որ այդ միտքը արտահայտի։ Եթե այդ մտքերը բարձրաձայնվում են, այդպիսին է հասարակությունը կամ մշակույթը կորպորատիվ։ Այդ կազմակերպություններում կամ երկրներում ավելի շատ ինովացիա կա։ Իսկ դու դրանց միջև ուղիղ կապը տեսնում ես, ես տրամաբանական կապ կա իրականում, բայց մի հատ հետաքրքիր ուսումնասիրություններ պատահել, որ ամեն Մայքլ Ջեքսոնի նոր գիրքը դուրս գալուց ինչ որ ապրանքի գին կար, անընդհատ բարձրանում էր ու չնայած դրանց միջև ուղիղ կապ չկար, բայց դա բերել էին որպես օրինակ, որ տեսեք, ստատիստիկան ոնց կարա խափի մեզ, որ այս ինչ բանը սրա հետ կապ ունի, թե չէ։ Այդտեղ կորելյացիա կա արդյոք թե չէ, կորելյացիա կա արդյոք թե չէ։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր է, որ մենք կարող ենք իրականում վերցնել տենց տեսություններ ու այդ տեսությունների հիման վրա կառուցել մեր աշխարհընկալումը, համենայն դեպս դա մեզ չի խանգարում, ինձ թվում է, երևի
այս տեսանկյունից հա պետք է հարցերին մոտենալ, ես համաձայն եմ Ազատ ու հավասար շփումը այդ առումով ավելի մեզ մոտ բարդ է, որ դու հարցնում ես ինչ վիճակում չի խանգարում հաստատ ինձ թվում է։ Մեզ մոտ դա ինձ թվում է սահմանափակում է այդ հիերարխիկությունը եւ այլն եւ ֆիդբեքը մենք չենք կարողանում ճիշտ կամ ուղղակի տալ, որովհետեւ նաեւ շատ ժամանակ մենք այդ փորձը չունենք, հա, մենք նաեւ ունենք սովետական մեր անցյալ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի մշակույթը ոնց է, հա, նախ եւ առաջ պետք չի միանգամից պիտակավորել լավ կամ վատ, այս sense իհարկե կա համապատասխան եւ ոչ համապատասխան, հա, բայց մենք նաեւ դժվարություն ունենք հայկականը սահմանելու, որովհետեւ մենք ինչ է դա նշանակում, հա, մենք այն մինչ սովետական հայկականը եւ սովետի ոնց որ ազդեցությունը շատ փոխել է, հա, ոնց որ հայկական գաղափարը։ Մենք որի մասն ենք այսինքն ուզում խոսալ։ Սովետի հետևանքով առաջացած է, թե մինչև սովետը вообще ընդհանրապես այդ ակտուալ է, թե չէ։ Ինչն է հայկական, մենք շատ խառն ենք։ Նույն Հովստեդեի այդ չափանիշներով, որ մենք նայում ենք մեր մշակույթի վրա, մենք ունենք ինդիկատորներ թե հիերարխիկի եւ թե էգալիտարի։ Մենք ունենք թե երկարաժամկետ պլանավորման հորիզոնի ցուցանիշներ եւ թե կարճաժամկետի։ Շատ խառն ենք։ Մենք թե ասենք զուսպ հասարակություն ենք եւ թե շատ ցոփ ու շվայտ հասարակության ինդիկատոր ու բաներ ունենք, հատկանիշներ։ Հիբրիդ ենք ստացվում։ Շատ խառն ենք։ Դա լավ է ինձ թվում է։ Սենց ենք որոշ սիտուացիաներում։ Մենք գտնվում ենք գոյատևման եւ գլոբալացման այդ խաչմերուկի վրա եւ փորձում ենք համ սրա հետ խաղալ, համ նրա հետ խաղալ եւ քաղաքականությունն էլ է ստացվում այդպեսին ու հետեւաբար ժողովուրդն էլ է դառնում այդպեսին, այսինքն օրինակ դու կամ ես ապրելով Երևանում շփվում ենք մի կողմում, երկու բաբլի մեջ ենք, մի բաբլի մեջ մենք մեր կորպորատիվ աշխարհի մարդկանց հետ ենք, ում հետ լրիվ ուրիշ լեզվով կարող ենք խոսել, միտեղ դու տունդ փորձում ես ռեմոնտ անել եւ բախվում ես լրիվ ուրիշ իրականության եւ բաբլի հետ։ Դու եթե փորձես այն քո կորպորատիվ լեզվով խոսել ես մարդու հետ, ով որ պատրաստվում է քո տունը ռեմոնտ անի, ասի ախպեր էս ով էր հորս սարը, կարանք ախպեր գցենք։ Եվ այստեղ գալիս է ամենակարևոր հատկությունը, որ ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է մեր մեջ զարգացենք, դա ճկունությունն է։ Այո։ Ադապտիվ գործակիցն, ադապտիվության գործակիցն։ Այո, վերջին հարցը։ Վերջին ու կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկը, որը ժամանակակից աշխարհի խնդիրներից մեկը կամ հնարավորություններից մեկն է գուցե դառնալու։ Արհեստական բանականությունը եւ մարդը։ Փորձը մեզ ցույց տվեց, որ արհեստական բանականությունը բացի տեխնիկական բանականություն լինելուց նաև կարողանում է մարդու էմոցիաները հայտնաբերել եւ մարդու էմոցիաների հետ որոշակի խաղեր խաղալ են Google-ի լամդայի հետ կապված պատմությունը երևի լսել ես, որ ռազրաբոչիկներից մեկը, մի խոսքով այդ մշակողներից մեկը, ով պատասխանատու էր այդ ծրագրի համար, շփվում է լամդայի հետ, սկսում է հարցեր տալ ու իրենց դիալոգը ինտերնետում կա գծված, որտեղ լամդան սկսում է ասել, որ ես ինձ մենակ եմ զգում, մեկ-մեկի մոտ առաջանում է սուիցիդալ մտքեր, մեկ-մեկ որ ես ինձ որ անջատեն մահանամ, ինչ է լինելու, դատարկություն է լինելու, այնտեղ այդ մասնագետը հարցնում է, իսկ դու ո՞նց ես ընկալում աշխարհին, ասում է, ես լրիվ ուրիշ կերպ եմ ընկալում աշխարհը, միաժամանակ կարողանում եմ մի քանի իրականություններ գիտակցել, բանցնես բաներ, որը ստիպում է այդ մարդուն, որպեսզի ինքը Google-ի ղեկավարության հետ մտնի բանավեճի մեջ, որ այս արհեստական բանականությունը գիտակից է, որից հետո իրան հեռացնում են աշխատանքից։ Այստեղ փաստը ինչի որ այդ գիտակից չի իմը, բայց փաստը նա որ կարողացավ արհեստական բանականությունը տենց Google-ի բարձր օղակներում աշխատող մարդու խակնության էլ այսպես ասած։ Շատ վախենալու է այդ ամեն ինչը։ Իմ կյանքը փոխել է արհեստական բանականությունը, որովհետև հեշտացրել է, շատ արագացրել է։ Ես բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ իր անխուսափելիությունը։ Եվ օրինակ իմ դասընթացի մեջ ես ունեմ հանձնարարություն, որը որ սովորեցնում եմ համագործակցել արհեստական բանականության հետ, օրինակ ես այլևս չեմ սովորացնում նամակ գրել երեխեքին, հա, մոտիվացիոն նամակ աշխատանքի ընդունվելու, դա իմ հանձնարարություններից մեկն էր 10 տարի, այս վերջին 2-3 տարին ես ասել եմ, որ ոչ թե դուք գրեք ինքներդ, այլ համագործակցեք իր հետ։ Ես իրանց սովորացնում եմ ավելի լավ պրոմպտ գրել, այսինքն
լավ ավելի բացատրել, կոմունիկացվել արհեստական բանականության հետ, որպեսզի դու ստանաս քո ամենալավագույն արդյունքը իրանից, հա, արհեստական բանականությունից։ Եվ հետո ես իմ ուսանողներին նաև հանձնարարում եմ, որպեսզի իրանք հետ վերադառնան, կարդան եւ հասկանան ինչքանով ռելևանտ է սա, հա, եւ հետ գնան այն պրոմպտին, որ իրանք տվել են, եւ ավելի ռելևանտ է։ Բայց եթե սովորեն նրան, որ իրանք պրոմպտով պիտի ստանան ինչ-որ բան AI-ից, արհեստական բանականությունից։ Հա, օքեյ, սովորեցին, իսկ արդյոք դա որպեսզի նայ, ես կարողանամ օրինակ վիճեմ քո այդ կոմունիկացիաների հետ կապված որևէ հարցով, ես ինքս պիտի ունենամ համապարփակ պատկերացում կոմունիկացիաների մասին, կառուցվածքային պատկերացում։ Եթե ես չունեմ, ես չգիտեմ դու ինչից ես նախ խոսում, եւ չեմ կարող վիճարկել որևէ քո ասած բան, դու ինձ ասում ես, հա, օքեյ, լոգոս, էթոս եւ այլն, բայց չեմ հասկանում լոգոս, էթոսը ինչ է, ես եթե նույնիսկ անգամ մի բան կարդացել եմ Վիկիպեդիայում, դա ինձ չի բավականացնում, որպեսզի դա արգումենտներով քեզ հակառակ բան փորձեմ։ Ֆունդամենտալ գիտելիքը ես չեմ ասում, որ պետք չի, պետք է այդ բազաները պետք է ունենալ։ Այդ բազայի հիման վրա արդեն մենք պետք է ոնց որ այդ պրոմպտերը կամ այդ համագործակցությունը կամ այդ ինքնազարգացումը, հա։ Արդյոք այդ բալանսը կկարողանանք պահել։ Ես հուսամ, որ հա, բայց նույն բանը դա բացառելը կամ օրինակ դասախոսներ կան, որոնք որ պլագիատ են համարում, իհարկե ես էլ կհամարեմ, եթե դու copy paste ես անում, բայց եթե դու իրանից օգտվում ես, հա, շատ ժամանակ իրան ցիտում են նաև իմ ուսանողներից նախքին մեկը ասաց, որ ես ցիտում եմ հենց AI-ին, հա, եւ ինձ շատ հետաքրքիր դա ոնց է արվում, որ ոչ թե կոնկրետ այդ ցիտումը, այլ ասում եմ ես համագործակցել եմ AI-ի հետ, սա իր լուծումն է, ոնց որ այդ մասով ցիտում, բայց ուսում ասեմ շատ դասախոսներ ասում են, որ սա պլագիատ է, եւ ես թույլ չեմ տալիս, հա, եւ ես համարում եմ, որ դա սխալ մոտեցում է, որտեղ դա նույն բանն է, ոնց որ ասես, որ պետք է այդ ռուչնոյ սկորостով ավտո սկզբից սովորես, հետո նոր որ կա, ախպեր ջան, ես չեմ քշում։ Բայց մի բան ասեմ, էլի քեզ, այս միակ հարցն է մեր ամբողջ բանում, եթերում, որ ես դրա հետ լրիվ ուրիշ կարծիք ունեմ քո հետ։ Ու ես ուզում եմ այս հարցով մի փոքրիկ 10 րոպեանոց բանավեճ ձևավորենք։ Ուրեմն նայ, էական տարբերությունը քո ասած ավտոմատ ու մեխանիկ փոխանցման տուփի եւ AI-ի միջև հետեւյալն է։ Ավտոմատ փոխանցման տուփը երբեք չի հասկանում քո էմոցիաները, երբեք չի վերլուծում մեծ թվով դատա եւ քեզ թելադրում ինչ-որ որոշումներ, որոնք գուցե ինչ-որ պահից սկսած դու սկսես էլ ինքնուրույն չմտածել եւ վերցնել ամբողջովին դա ու կիրառել։ Հարց Հաշվի առնելով այն փաստը, որ առաջին անգամ մենք ունենք տեխնոլոգիա, որը ոչ միայն գործիք է, այլ նաև agent։ Եթե ագենտի տեսանկյունից ենք նայում իրեն, ինքը կարող է ինքնուրույն որոշումներ գեներացնել եւ այդ որոշումներով ազդել քաղաքական կամ ոչ քաղաքական իրադարձությունների վրա։ Ոչ միայն մեր առօրյա կյանքի վրա էլ կարող է ազդել։ Արդյոք այս տեսանկյունից AI-ի հետ երկարաժամկետ տենց տրամադրվելն ու աշխատելը չի բերի նրան, ինչին բերեց օրինակ սմարթֆոնների օգտագործումը, երբ մենք ասում ենք սկզբում, օքեյ, մենք մեր ընտանիքի անդամներին հեռավորության վրա կկապվենք, բայց արդյունքում դարավ են, որ թվային կախվածություն ունենք հիմա, երեխաները 7-8 ժամ հեռախոսի մեջ են, աշխարհի դատան, որ հրապարակում են, միջին ժամը աշխարհի 6.5 ժամն է, մարդիկ 6.5 ժամ հեռախոսի մեջ են։ Ինչ ես կարծում, արդյոք մի օր էսկալացիա չի գնա այդ առումով եւ AI-ը չի հասնի այդ level-ին։ Ու մենք ինչ մտածենք, մեկը ինչ որ մի սցենարով գնալու է։ Այսինքն մեր հիմիկված զրույցը գուցե ոչինչ չփոխի ու վերցնել ու ասել, որ օքեյ, այդ պատճառով չենք օգտվում վաղվանից, դա էլ սխալ է։ Նախ ես կարծում եմ, որ այդ նույն որ հուզական ինտելեկտի մասին մենք խոսեցինք, հա, առերես շփման, հա, մարդկանց միջև մեջ մենք դեռ երկար ժամանակ կարծում եմ լինելու ենք լավագույնը։ AI-ը այդքան հիմա շատ երկարաժամկետում կարող է Google-ի այդ մարդը սիրարվեց, գաց, կարծեց, բան, այդպես ինչ որ, հա, այդ դեպքերը կարող է ավելի շատանան։ Դա էլ է պետք որպես իրականություն։ Իմ քեռու տղան շաբաթներով, ամիսներով շփվել է AI-ի հետ, որտեղ կերպար է ստեղծել մուլտիաշնի իր սիրած հերոսի, ու որ իդ խոսում էր եւ եթե դա իրան երջանկացնում է, ինչի՞ չէ։ Հիմա այդ է իրականությունը։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ ուժեղ են եւ կարողանան դա հասկանալ, որ իրականությունը չի, դա սիմուլյացիա է ստեղծում, ինքը 14 տարեկան է, դա չի կարող ինքը հասկանա իրականությունը, ինքը ծնողից կտրվում էր դրա պատճառով։ Ես այդտեղ լիքը էգզիստենցիալ խնդիրներ եմ տեսնում, բայց իրականում այն տեսանկյունը, որը ներկայացվում է դրական կողմից, ես դրա հետ նույնպես համաձայն եմ։ Նայ, ես չգիտեմ, ես շատ վախենում եմ իմ անցյալ փորձի հիման վրա ապագան ոնց որ ասել ոնց է ճիշտ։
Օրինակ, հա, այդ սխալը ես չգիտեմ, ինձ շատ դժվար է դա չանելը, բայց ես օրինակ իմ երեխաներին ասում եմ, շատ անընդհատ ողջևորում եմ, որ գիրք կարդան իրանք, հա։ Շատ լավ է։ Հա, բայց լավ է, որ թե չէ։ Կարող է ես ինչ-որ հին բան եմ ասում։ Հասկանում ես։ Կարծում եմ, որ չէ։ Իրանք կարող է իրանք ինֆորմացիան ուրիշ ձևով են ստանում։ Ի վերջո որ լույսերը տարան, AI-ը անջատվեց մի պահ։ Այդ երեխեքը կունենան երևակայություն, կունենան պատմելու բան, խոսելու բան, բայց մարդը որ մենակ պրոմպտով ապրում ու պրոմպտ գրելու երբ լույսերը բայց մենք մեր ստանդարտներով ենք այդ չափում։ Հիմա կարող է ինքը իր պրոմպտ գրելով կամ իր, չգիտեմ, խաղ խաղալով այնքան ուրիշ ձևի ինչ որ իրականություններ է պատկերացնում իր գլխի մեջ, որ մենք ենք հնացել։ Համաձայն եմ։ Բայց ամեն դեպքում պետքա օրինակ ոնց որ ես եմ դա անում, արհեստական բանականությանը հարգել, դուքով խոսալ, շնորհակալություն։ Всякий կարող է գան իշխանության։ Հասկացա, ճիշտ ես այդ առումով։ Շնորհակալ եմ բովանդակալի ու հետաքրքիր զրույցի համար, Սերգեյ ջան։ Մերսի։ Մեզ մարդկությանը մաղթում եմ հաջողություն ընդհանուր առմամբ, չեմ առանձնացնում ես եւ լավ օր։ Մերսի։ Քեզ էլ, Դավթ ջան, մերսի։